1974 թվականի նոյեմբերի 27-ին, երբ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումի դռները փակվեցին, ներսում մի մարդ կորցրեց ամեն ինչ՝ իշխանությունը, պատիվը եւ իր ողջ կյանքի աշխատանքը։ Անտոն Երվանդի Քոչինյանը, մարդը, որն 8 տարի ղեկավարել էր Հայաստանը, ստորագրեց սեփական հրաժարականը եւ դուրս եկավ այն սենյակից որպես պարզ կենսաթոշակառու։ Պաշտոնական բացատրությունը՝ լուրջ թերությունն ուններ տնտեսական եւ մշակութային շինարարության ղեկավարման մեջ, բայց իրական պատճառը երբեք չհրապարակվեց, քանի որ այն պահված էր ԿԳԲ-ի արխիվներում, գաղտնի թղթապանակներում, որոնք փակվեցին այդ նույն օրը եւ երբեք չբացվեցին։ Անդրոպովի ԿԳԲ-ն 1970-րդ թվականներին սկսեց անգութ պատերազմ կոռուպցիայի դեմ հանրապետություններում։ Ուզբեկական գործը, Մոսկվայի առևտրի գործը, սրանք միայն սկիզբն էին, բայց Հայաստանում ինչ-որ բան տարբեր էր։ Ըստ ականատեսների, 1974 թվականի գարնանը Երևան ժամանեց ստուգող հանձնաժողով։ Նրանք արձաքննեցին տասնյակ պաշտոնյաների, ուսումնասիրեցին հարյուրավոր փաստաթղթեր, հավաքեցին ապացույցներ։ Արդյունքը հաստ թղթապանակ, որը կրում էր գաղտնի դրոշմակնիկը։ Բայց հետո լռություն։ Որտեղ են այդ փաստաթղթերը այսօր, ով վերցրեց դրանք եւ ամենակարևորը, ինչ էր գրված նրանց մեջ, եթե դրանք այնքան վտանգավոր էին, որ պետք է անհետանային առանց որևէ հետքի։ Չոչոչինյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 25-ին Վահագնի գյուղում, գյուղացու ընտանիքում։ Նրա կուսակցական ուղին սկսվեց 1938 թվականին, երբ նա միացավ կոմունիստական կուսակցությանը։ Գյուղացու որդին, որը ավարտել էր գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը Երևանում, արագ բարձրացավ կուսակցական հիերարխիայի աստիճաններով։ 1952-ից 1966 թվականներին նա եղավ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության նախարարների խորհրդի նախագահ, ամենահզոր տնտեսական պաշտոնը հանրապետությունում, 14 տարի այդ պաշտոնում։ Վկաները հաստատում են, որ նա խոսում էր կենտրոնի լեզվով։ Նա գիտեր, թե ինչպես համոզել Մոսկվան, ինչպես ստանալ ֆինանսավորում նոր գործարանների, ճանապարհների, հիդրոէլեկտրականների համար։ 1966 թվականի փետրվարի 5-ին նա դարձավ ավելին, քան պարզապես տնտեսական կառավարիչ։ Լեոնիդ Բրեժնևի օրոք, երբ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նոր թևափոխություն էր ընթանում, Քոչինյանը ընտրվեց Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար, հանրապետության բարձրագույն պաշտոնը։ Այժմ նա ուներ ամբողջական իշխանություն, եւ նա օգտագործեց այն իսկապես համարձակ նախագծերի համար։ Մեծամորի ատոմակայանը, Հրազդան մարզադաշտը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արփասեվան ջրանցքը։ Սրանք ամենը կառուցվեցին Քոչինյանի ղեկավարության ներքո։ Նա նախաձեռնեց նաև Երևանի մետրոպոլիտենի կառուցումը, թեև այն ավարտվեց միայն նրա հաջորդի օրոք։ Բրեժնևը անձամբ այցելեց Երևան, եւ երբ նրա ավտոշարասյունը խցանվեց փողոցներում, Քոչինյանն ասաց. «Քաղաքը ընդլայնվել է, մեզ անհրաժեշտ է մետրո»։ Բրեժնևը համաձայնեց անմիջապես, բայց իշխանության հետ եկավ նաև մի ուրիշ բան՝ շքեղությունը։ Մեծ հավաքույթները, բարձրաստիճան հյուրերի ընդունելությունները, եւ այստեղ է, որ սկսվում են պատմությունները։ Հավաքույթներից մեկում նորանշանակ կուսակցական առաջնորդներից մեկը չէր դիպչում սնունդին։ Քոչինյանը հարցրեց. «Ինչու չի ուտում»։ «Ամաչում եմ Անտոն Երվանդի», պատասխանեց այդ մարդը։ Քոչինյանը խոխորհուրդ տվեց. «Կեր, մի ամաչիր, առաջին անգամն է դժվար, հաղթահարիր դա»։ Հետագա տևեկություններն ասում են, որ այդ ամաչկոտ գործիչը դարձավ հայտնի կաշառակեր։ Սրանք էին այն մարդիկ, ովքեր պետք է պահեին Քոչինյանի գաղտնիքները, բայց մեկը չպահեց։ Քոչինյանը նաև բարձրացրեց Ղարաբաղի հարցը։ Նա բազմիցս դիմեց կենտրոնական կոմիտեին, պահանջելով Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի վերադարձը Հայաստանի կազմի մեջ։ 1966 թվականի սեպտեմբերին, շատ շուտ նախագահի դառնալուց հետո, նա Բադալ Մուրադյանի հետ միասին ուղարկեց պաշտոնական խնդրանք Մոսկվա։ Պատասխանը եղավ վճռական մերժում։ Նա կրկին փորձեց 1968-ին, հետո 1971-ին։ Ամեն անգամ նույն պատասխանը, բայց նա չէր հեռանում։ Սա էր մարդը, որը համարձակվում էր խոսել անհարմար ճշմարտությունները Բրեժնևի դարաշրջանում։ 1970 թվականների սկզբին սկսեցին լուրեր տարածվել։ Հանրապետություններում կոռուպցիան դարձել էր հելեր համակարգ։ Ուզբեկստանում, Ղազախստանում, նույնիսկ Մոսկվայում։ Յուրի Անդրոպովը
ԿԳԲ-ի նախագահը հայտարարեց պատերազմ դրա դեմ։ 1974 թվականը դարձավ նրա ամենաակտիվ տարին։ Նա ուղարկեց հատուկ խմբեր տարբեր հանրապետություններ փաստեր հավաքելու համար։ 1974 թվականի հուլիսի 29-ին նա ստեղծեց Ալֆա հատուկ ստորաբաժանումը։ Այս էր կարգի վերականգնման տարին։ Քոչինյանի շրջապատում էին մարդիկ, ովքեր վայելում էին նրա հովանավորությունը։ Մեկն այդ մարդկանցից, ում անունը ժամանակի մեջ կորել է, ունեցավ հանրային կարիերա։ Նա ներկա էր բոլոր կարևոր հանդիպումներին, բոլոր պաշտոնական համերգներին, եւ միշտ նա դիտվում էր որպես Քոչինյանի ճիշտ ձեռքը։ Բայց նրա իրական դերը կբացահայտվեր միայն հետագայում, եւ երբ բացահայտվեր, ապա դա կդառնար ամենամեծ դավաճանությունը հանրապետության պատմության մեջ։ Այժմ, սակայն, այդ մարդը դեռ էր հավատարիմ, կամ առնվազն այդպես էր թվում։ 1974 թվականի գարնանը մի խումբ մարդիկ ժամանեցին Երևան։ Նրանք ձեռք չսեղմեցին, չներկայացան, նրանք բացեցին արխիվները, բերեցին պաշտոնյաների հարցաքննության։ Նրանք ուսումնասիրեցին ֆինանսական փաստաթղթերը, բանկային փոխանցումները, կառուցման հաշվետվությունները։ Քոչինյանը գիտեր, որ նրանք այնտեղ են, բայց չէր կարող կանխել նրանց աշխատանքը։ Նա համագործակցեց, նա տվեց բոլոր հարկավոր գրությունները, բայց ներսում նա իմանում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Ստուգող հանձնաժողովը հեռացավ մի քանի ամիս անց։ Նրանք տեղափոխեցին իրենց եզրակացությունները Մոսկվա, եւ ապա լռություն։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն, ոչ մի հրապարակված զեկույց։ Քոչինյանը շարունակեց աշխատել այնպես, կարծես ոչինչ չլիներ։ Նա հանդիպեց Բրեժնևի հետ, ներկայացրեց նոր նախագծերի ծրագրեր։ Նա ավարտեց Մեծամորի ատոմակայանի երկրորդ ռեակտորի նախապատրաստությունները։ Նա անցկացրեց ընդլայնված պլենում։ Կյանքը շարունակվում էր, բայց 1974 թվականի նոյեմբերի 27-ին ամեն ինչ փոխվեց։ Առավոտյան պլենում Քոչինյանին տրվեց մի թերթ կարդալու համար։ Վրան գրված էր նրա սեփական դիմումը հրաժարականի մասին կենտրոնական կոմիտե։ Ես ճանաչում եմ իմ անձնական պատասխանատվությունը թերությունների համար եւ համարում եմ, որ չեմ կարող հետագայում կատարել ինձ վերապահված պարտականությունները։ Սրանք էին բառերը, որ նա ստորագրեց, կամ ստիպված էր ստորագրել։ Հնարավոր է, որ դա իսկապես նրա ընտրությունն էր։ Պլենումի մասնակիցները քվեարկեցին համաձայն։ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց որպես նոր առաջին քարտուղար։ Քոչինյաչինյանը դուրս եկավ դահլիճից հանգիստ դեմքով։ Նա ասաց մի քանի բառ իր մերձավորներին, հրաժեշտ տվեց իր գրասենյակին եւ գնաց տուն։ Սկսվեց նրա անսպասելի կենսաթոշակը։ Նա կգտներ անհատականությունը, եւ զարմանալին այն է, թե ինչ էր նա անելու այդ անհատականության հետ։ 16 տարի մինչև իր մահը 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Քոչինյանը հաճախում էր Հայաստանի ազգային արխիվ։ Այնտեղ նա նստում էր հանդարտության մեջ եւ կարդում էր իր ստորագրած փաստաթղթերը, որոշումները, որ կառուցեցին գործարաններ, հրամանագրերը, որ բացեցին դպրոցներ, նամակները Բրեժնևին Ղարաբաղի մասին։ Ինչ էր նա փնտրում այդ հին թղթերում։ Փորձում էր հասկանալ, թե ինչն էր սխալ, կամ փորձում էր գտնել բացակայող մասը, այն փաստաթղթերը, որոնք երբեք չվերադարձան ստուգող հանձնաժողովից։ Նրա հաջորդը Կարեն Դեմիրճյանը շարունակեց կառուցելու ավելի մեծ Հայաստան։ Մետրոպոլիտենը բացվեց, նոր գործարաններ ստեղծվեցին, Զվարթնոցի օդանավակայանը վերակառուցվեց։ Դեմիրճյանն ու իր թիմը դարձան նոր դեմքերը Հայաստանի։ Իսկ Քոչինյանը մնաց անցյալի մեջ։ Կա վարկած, որ Դեմիրճյանը չպատվեց իր նախորդին։ Նրանք չխոսեցին, նրանք չհանդիպեցին։ Երբ Քոչինյանը մահացավ 1990-ին, պաշտոնական տրտումը կարճ էր։ Նրան թաղեցին Թոխմախի գերեզմանատանը Երևանում, այնուհետև լռություն։ Սակայն պատմությունը, որը պետք է պատմվեր, այնուհետև չպատմվեց։ ԿԳԲ-ի արխիվները, որոնք կարող էին բացահայտել ճշմարտությունը, մնացին փակ։ Ստուգող հանձնաժողովի զեկույցը, որը կարող էր բացատրել նրա անկումը, անհետացավ առանց հետքի։ Դրանք անհետացան առանց որևէ հետքի, ճիշտ այնպես, ինչպես այն մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Մենք մնացինք հարցերով. ինչ էր այդ զեկույցում։ Իսկապես կոռուպցիա էր, թե քաղաքական դավ։ Ով որոշեց, որ այդ փաստաթղթերը պետք է անհետանան։ Եվ ամենակարևորը, արդյոք Քոչինյանը գիտեր, թե ինչ էր պատահելու իրեն, երբ նա տեսավ այդ գաղտնի արխիվները վերջին անգամ։ Քոչինյանի գրասենյակը կենտրոնական կոմիտեի շենքում ուներ ընդհանուր տեսք։ Մեծ սեղան, տավարագնացքի պատկեր պատին,
Լենինի կիսանդրին անկյունում։ Բայց նրա օգնականները գիտեին ճշմարտությունը։ 10 քայլ այդ պաշտոնական սենյակից գտնվում էր մեկ այլ սենյակ, որը չկար պլանի վրա։ Փոքր, անլույս սենյակ, փոխարինող բանալիներով, որտեղ Քոչինյանը վերցնում էր իսկապես կարևոր զանգերը, Մոսկվայից, Թբիլիսիից, անգամ Բաքվից։ Այդտեղ էր, որ նա պլանավորում էր իսկական քայլերը։ Քանի որ վերևում, պաշտոնական սենյակում, նա միշտ խոսում էր այնպես, կարծես ուրիշ ոմեկ լսում էր։ Եվ ինչ որ մեկը իսկապես լսում էր։ Ով էր գրանցում այդ զրույցները, ով էր հետևում, թե երբ նա մտնում էր գաղտնի սենյակ և երբ դուրս էր գալիս։ Այս էր դարձել Քոչինյանի իրականությունը 1970-րդ թվականների սկզբից։ Կյանք երկու սենյակի միջև, պաշտոնական և թաքնված։ Եվ ճեղքը նրանց միջև մեծանում էր ամեն օր։ Նրա ամենամոտ վկաները, նրանք, ովքեր տեսնում էին նրան ամեն օր, պատմում են տարօրինակ բաներ։ Քոչինյանը փոխվել էր 1972-ից հետո, ավելի հանգիստ, ավելի համաչկոտ։ Նա նստում էր իր անձնական գրասենյակում, միանում էր լամպը միայն մթնշաղին և նայում էր պատուհանից Երևանի լույսերին։ Ինչ-որ բան նրան անհանգստացնում էր, ասում է նրա նախկին օգնականը Հակոբ Հակոբյանը, որ այժմ ապրում է հանգիստ Դիլիջանում։ Երբ մենք գային գրասենյակ, տեսնում էինք թղթեր, հաստ թղթապանակներ, որոնք նա արագ դնում էր դարակի մեջ։ Մենք չէինք հարցնում, բայց գիտեինք, որ ինչ-որ բան սխալ է։ Քոչինյանի տունը Աբովյան փողոցի վրա էր, պարզ խոնավ շենք։ Նա այնտեղ ապրում էր իր կնոջ Անահիտի հետ։ Նրանք ունեին 3 երեխա, բայց երեխաները արդեն մեծացել էին և հեռացել էին ուսանելու, աշխատելու։ Տունը երբեմն լի էր հյուրերի, կուսակցական գործիչների, նախարարների, մոսկովյան պատվիրակների, բայց ավելի հաճախ դատարկ։ Միայն Անտոնը և Անահիտը նստած խոհանոցում խմում թեյ։ Անահիտը խոսում էր, քչում էր։ Նա գիտեր, որ նրա ամուսինը բեռնված է մեծ բաներով, որոնք նա չի հասկանում և չէր էլ ուզում հասկանալ։ Բայց երբեմն, երբ նա նայում էր նրա ձեռքին, տեսնում էր դող, և հետո նա հարցնում էր. «Ամեն ինչ կարգին է, Անտոն»։ Նա միշտ պատասխանում էր. «Այո, ամեն ինչ լավ է», բայց Անահիտը գիտեր, որ սա ստուգ չէր։ 1973 թվականի ամռանը Քոչինյանի մեծ որդին Կարենը եկավ տուն անսպասելի։ Նա ապրում էր Մոսկվայում, աշխատում էր պետական պլանավորման կոմիտեում, բարձր պաշտոն, բայց այդ ամառանը նա եկավ առանց զանգահարելու նախապես, մտավ ծնողների տուն և նստեց հոր հետ խոհանոցում։ Անահիտը գիտեր, որ ինչ-որ բան կատարվել է, բայց նա թողեց նրանց միայնակ։ «Հայր», ասաց Կարենը, «Մոսկվայում խոսում են քո մասին։ Լուրեր կան, որ KGB-ն հետաքրքրված է Հայաստանով։ Ես լսեցի անունդ մի քանի անգամ հանդիպումներում, և դա չէր հուսադրող հանգամանք»։ Քոչինյանը լռեց երկար, հետո ասաց. «Կարեն, դու ապահով ես Մոսկվայում, մնա այնտեղ, մի խոսիր ինձ մասին, մի փորձիր պաշտպանել, պարզապես մնա հանգիստ և շարունակիր քո աշխատանքը»։ Կարենը ցանկանում էր հարցնել ավելին, բայց նրա հայրը արդեն կանգնել էր և դուրս էր գնացել սենյակից։ Երբ Կարենը վերադարձավ Մոսկվա, նա երբեք այլևս չտեսավ իր հորը նախկին մարդու նման։ Բայց ամենաել ավելի խորը գաղտնիքը կապված էր Քոչինյանի փոքր քրոջ Լիլիթի հետ։ Նա ապրում էր Վահագնի մեջ, նույն գյուղում, որտեղ Անտոնը ծնվել էր։ Լիլիթը երբեք չէր սիրել Երևան, երբեք չէր ուզել մասնակցել քաղաքական կյանքին։ Նա ապրում էր հանգիստ, աճեցնում էր լոլիկ և վարունգ, խնամում էր իր 3 թոռներին։ Բայց 1973 թվականի աշնանը Անտոնը անսպասելի այցելեց նրան։ Նա եկավ առանց պաշտոնական ուղեկցության, մեքենա վարելով ինքը, տարօրինակ բան նրա համար։ Նրանք նստեցին Լիլիթի տան բակում, խմեցին թթուկատ, և Անտոնը սկսեց խոսել. «Լիլիթ, եթե ինչ-որ բան պատահի ինձ, գիտես թե ինչ անել»։ Լիլիթը զարմացավ. «Ինչ կարող է պատահել քեզ, Անտոն, դու առաջին քարտուղարն ես»։ Նա ժպտաց տխուր. «Այո, այժմ ես եմ, բայց ես չգիտեմ, թե որքան երկար»։ Հետո նա հանեց փոքր ծրար և տվեց քրոջը. «Պահիր սա, մի բացեր, քանի դեռ ես կենդանի եմ։ Եթե ինչ-որ բան լինի ինձ հետ, մտուկ իմանաս, թե ինչ անել»։ Լիլիթը վերցրեց ծրարը և դրեց իր տան ամենաանվտանգ տեղում։ Երբ Անտոնը մեկնեց, նա նայեց նրան հետևից, մինչև մեքենան անհետացավ փոշու ամպի մեջ։ Նա երբեք չբացեց այդ ծրարը, և երբ 1990 թվականի դեկտեմբերին նրան տեղեկացրին, որ Անտոնը մահացել է, նա գնաց իր տուն, գտավ ծրարը և այրեց այն առանց բացելու։ Ինչու՞։
որովհետև նա վախենում էր ճշմարտությունից, եւ որովհետև նա գիտեր, որ որոշ գաղտնիքներ պետք է մնան հողի տակ իրենց տերերի հետ միասին։ Այժմ մենք չենք իմանա երբեք, թե ինչ էր այդ ծրարի մեջ։ Գուցե փաստաթղթեր, գուցե նամակներ, գուցե ապացույցներ, որ կարող էին փրկել նրան կամ ոչնչացնել։ Բայց Լիլիթը ընտրեց լռություն, եւ այդ լռությունը դարձավ վերջին պարգևը, որը նա տվեց իր եղբորը։ Սակայն արդյոք Քոչինյանը սպասում էր, որ նա կայրի այդ ծրարը, թե նա ուզում էր, որ ճշմարտությունը պահպանվի։ Եվ եթե այդպես է, ապա ինչու նա չպահեց այն ինքը Երևանում անվտանգ վայրում։ Գուցե որովհետև նա գիտեր, որ Երևանում ոչ մի վայր անվտանգ չէր։ 1973 թվականի հոկտեմբերին Քոչինյանը ստացավ իր վերջին, երրորդ Լենինի օրթենը։ Սա էր Հանրապետության և Կենտրոնական կոմիտեի բարձրագույն ճանաչումը։ Նա ստացավ այն Բրեժնևի ձեռքից անձամբ Մոսկվայում։ Տոնակատարությունը տեղի ունեցավ Կրեմլի ընդունելությունների ունների դահլիճում, ներկա էին հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բրեժնևը հագցրեց մետաղը Քոչինյանի կրծքին, սեղմեց նրա ձեռքը և ասաց. «Շարունակիր լավ աշխատանքդ, Անտոն Երվանդի, Հայաստանը մեր հպարտությունն է»։ Քոչինյանը շնորհակալություն հայտնեց և ժպտաց, բայց նրա ներքին շրջապատը նշում է, որ նրա ժպիտը չէր հասնում աչքերին։ Տոնից հետո, երբ նրանք վերադարձան Երևան, Քոչինյանը անմիջապես կանչեց իր ամենահավատարիմ օգնականներից երեքին՝ Գագիկ Մանուկյանը, Կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղարը, Արամ Բաբայանը, ֆինանսների նախարարը և Սուրեն Խաչատրյանը, ներքին գործերի նախարարը։ Նրանք հավաքվեցին գաղտնի սենյակում, այն մեկը, որը չկար պլանի վրա։ Քոչինյանը փակեց դուռը և նստեց։ Երկար լռություն։ Քանի որ Անտոն Երվանդի, ես չգիտեմ, թե ինչից եք վախենում, և ես չգիտեմ, թե ինչ եք ուզում ինձանից։ Քոչինյանը հանեց ծխախոտի տուփ, վառեց մեկը և ասաց հանդարտ. «Ես ուզում եմ, որ դուք պաշտպանեք ինձ, ոչ ֆիզիկապես, այլ քաղաքականորեն։ Եթե Մոսկվայից գան ստուգող մարդիկ, դուք պետք է անեք այնպես, որ նրանք գտնեն միայն այն, ինչ մենք ցանկանում ենք ցույց տալ»։ Երրորդ մարդը Բաբայանը ժպտաց նեղորեն. «Դա նշանակում է, որ կա ինչ-որ բան, որ մենք չենք ցանկանում ցույց տալ»։ Քոչինյանը չպատասխանեց, նա պարզապես հանեց թղթերի հաստ թղթապանակ իր պայուսակից, դրեց սեղանին և դուրս գնաց սենյակից։ Երրորդ մարդիկ նստեցին լռությունյան մեջ։ Հետո Մանուկյանը բացեց թղթապանակը, ներսում էր ցանկ։ Անուններ, թվեր, բանկային փոխանցումներ։ Այս էր այն, ինչ Քոչինյանը պահպանել էր բոլոր այդ տարիների ընթացքում, և այժմ նա ցուցադրում էր այն իր ամենամոտ մարդկանց, որպես նախազգուշացում կամ որպես փորձություն։ Մանուկյանը և Բաբայանը երդվեցին լռել։ Իսկ Խաչատրյանը, նա վերցրեց թղթապանակը իր տուն և կարդաց այն ամբողջովին։ Նա տեսավ անուններ, որոնք ճանաչում էր, նա տեսավ գումարներ, որոնք չէին հասկանում, և նա գիտեր, որ եթե այս ապացույցները հասնեն Անդրոպովի ձեռքը, ապա Քոչինյանը ավարտված է, և ոչ միայն Քոչինյանը, բոլոր նրանք, ովքեր այդ ցանկում էին, կավարտվեին։ Բայց Խաչատրյանը նաև գիտեր ուրիշ բան։ Նա գիտեր, որ Անդրոպովի մարդիկը արդեն Երևանում են, նա գիտեր, որ նրանք արդեն հարցնում են հարցեր, և նա գիտեր, որ շատ ուշ է ամեն ինչ ծածկել։ Այնպես որ նա կատարեց ընտրություն։ 1973 թվականի դեկտեմբերին նա գաղտնի հանդիպեց Մոսկվայից եկած մարդուն։ Սա եղավ հանդիպում, որի մասին Քոչինյանը երբեք չիմացավ, կամ այդպես է թվում։ Այդ հանդիպումից հետո Սուրեն Խաչատրյանը դարձավ Մոսկվայի ինֆորմատորը Երևանում։ Նա պատմեց ամեն ինչ, ինչ գիտեր, նա տվեց անուններ, տեղեր, թվեր։ Նա նկարագրեց, թե ինչպես Քոչինյանը ղեկավարում էր հանրապետությունը, թե ինչպես նա վերահսկում էր ֆինանսները, թե ինչպես նրա մարդիկ վերցնում էին մասը կոռուպցիայից։ Եվ թեև Խաչատրյանը չուներ կոնկրետ ապացույցներ Քոչինյանի անձնական մասնակցության մասին, նա բավականին ասաց, որ Մոսկվան որոշեր գործել։ Բայց Մոսկվան սպասեց, նրանք սպասեցին ճիշտ պահին, և այդ պահը եկավ 1974 թվականի նոյեմբերին։ Այն էլ Խաչատրյանը, ով ազդարարեց Քոչինյանի վերջին օրը, որպես առաջին քարտուղար։ 1974 թվականի նոյեմբերի 25-ին, 2 օր առաջ պլենումի, Քոչինյանը ընդունեց Բրեժնևից անձնական զանգ։ Զրույցը տևեց 2 րոպե։ Բրեժնևը ասաց. Անտոն Երվանդի, մենք ունենք տեղեկություններ, որոնք ցույց են տալիս խնդիրներ Հայաստանում։ Այդ տեղեկությունները լուրջ են։ Ես հարգում եմ քո աշխատանքը, բայց Կենտրոնական կոմիտեն պահանջում է փոփոխություններ։ Քեզ տրվում է ընտրություն։
Դու կարող ես հեռանալ արժանապատվորեն կամ մենք կստիպենք քեզ հեռանալ։ Որոշիր։ Քոչինյանը լռեց։ Բրեժնևը շարունակեց. Քեզ կտրվի 2 օր, պլենումը նշանակված է 27-ին։ Մինչ այդ դու պետք է գրես դիմում, կամ մենք կհրապարակենք ամեն ինչ, ինչ գիտենք։ Զանգը ավարտվեց։ Քոչինյանը դրեց ունկնդիրը եւ նստեց իր աթոռին երկար ժամանակ։ Դուրսից երևում էր Երևանը, լույսերը, որոնք սկսում էին վառվել երեկոյան մթության մեջ։ Քաղաքը, որը նա կառուցեց, քաղաքը, որը նրան այժմ թողնում էր։ 2 օր անց, երբ պլենումը սկսվեց, Քոչինյանը մտավ դահլիճ հանգիստ դեմքով։ Նա նստեց իր տեղում եւ սպասեց։ Մանուկյանը ընթերցեց պաշտոնական որոշումը։ Թերություններ ղեկավարման մեջ։ Քոչինյանը ոտքի ելավ եւ խոսեց։ Նա ասաց, որ ճանաչում է իր պատասխանատվությունը։ Նա ասաց, որ համարում է, որ չի կարող շարունակել պաշտոնում։ Նա ասաց, որ դա նրա սեփական որոշումն է, եւ հետո նա նստեց։ Պլենումը քվեարկեց համաձայն։ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց որպես նոր առաջին քարտուղար։ Քոչինյանը ձեռք սեղմեց Դեմիրճյանին եւ գնաց դուրս։ Դրսում սպասում էր նրա մեքենան։ Նա նստեց հետևի ինստարանին եւ հրամայեց վարորդին տանել տուն։ Ճանապարհին նա նայում էր պատուհանից եւ տեսնում էր Երևանը վերջին անգամ որպես իշխանության մարդ։ Ինչ-որ բան կոտրվել էր նրա ներսում, բայց դրսից նա մնում էր հանգիստ, քանի որ սա էր վերջին ձևաչափությունը, որը մնացել էր նրան։ Արդյոք Սուրեն Խաչատրյանը, ով դավաճանեց նրան, երբևէ զղջաց։ Մենք չգիտենք։ Խաչատրյանը շարունակեց աշխատել իբրև ներքին գործերի նախարար մինչև 1981 թվականը, երբ նա թոշակի անցավ։ Նա մահացավ 1988-ին սրտի կաթվածից։ Նրա թաղման ժամանակ ներկա էին միայն մի քանի մարդիկ, Քոչինյանը չեկավ, եւ երբեք չխոսեց Խաչատրյանի անունը այլևս։ Բայց արդյոք նա գիտեր իսկապես, թե ով դավաճանեց նրան։ Գուցե, կամ գուցե նա միայն կասկածում էր, բայց նա երբեք չապացուցեց, եւ գուցե դա էր նրա վերջին մղձավանջը, իմանալ, որ մեկը քո մերձավորներից քեզ վաճառեց, բայց երբեք չիմանալ ով։ 1974 թվականի դեկտեմբերի 1-ին օրը Քոչինյանը արթնացավ վաղ առավոտյան։ Սենյակը մութ էր, դեռ արևածագը չչեկել։ Նա լսեց Անահիտի շնչառությունը կողքին, խորը հորը հանգիստ ուղի։ Նա ոտքի ելավ հանգիստ, չարթնացնելով նրան, եւ գնաց դեպի խոհանոց։ Այնտեղ նա նստեց սեղանի առջև, միայնակ լռության մեջ, եւ հիշեց 14 օրերը, որոնք անցել էին պլենումից հետո։ 14 օր առանց պաշտոնի, առանց իշխանության, առանց ամեն ինչի։ Ինչ նա եղել էր։ Արդյոք նա զղջացել է։ Արդյոք նա կցանկանար վերադառնալ այն օրը, նոյեմբերի 27-ը, եւ փոխել ինչ-որ բան։ Կամ ամեն ինչ արդեն վճռված է շատ ավելի վաղ, երբ նա առաջին անգամ ընդունեց այն փողը, առաջին անգամ փակեց աչքերը իր մարդկանց սխալների վրա, առաջին անգամ մտածեց, որ համակարգը ավելի կարևոր է, քան ճշմարտությունը։ Նա չգիտեր, որ այդ առավոտյան, երբ նա նստած էր մութ խոհանոցում, Արկադի Ռոգոզինը, KGB Հայաստանի նախագահը, կարդում էր նամակ Մոսկվայից։ Նամակը հաստատում էր, որ քննությունը Քոչինյանի գործով փակվել է, պաշտոնապես։ Մոսկվան որոշել էր, որ Քոչինյանի հեռացումը բավարար պատիժ է։ Իսկական դատավարություն, իսկական հրապարակային դատաքննություն կլիներ շատ վտանգավոր։ Քանի որ Քոչինյանը գիտեր շատ գաղտնիքներ, ոչ միայն Հայաստանի մասին, այլև Մոսկվայի, Թբիլիսիի, բոլորի մասին, ովքեր կապված էին իր հետ։ Եվ եթե նա սկսեր խոսել դատարանում, կամերաների առջև, ապա ամբողջ համակարգը կարող էր ճաքվել։ Այնպես որ Ռոգոզինը տվեց հրաման իր մարդկանց. «Դադարեցրեք հետևումը, Քոչինյանը այլևս սպառնալիք չէ, թողեք նրան խաղաղության մեջ»։ Բայց մի մարդ չուներ խաղաղություն։ Սուրեն Խաչատրյանը, ով դավաճանել էր Քոչինյանին, սկսեց տեսնել ինչ-որ բան տարօրինակ։ Երբ նա քայլում էր փողոցներով, զգում էր, որ ինչ-որ մեկը հետևում է նրան։ Երբ նա նստում էր իր գրասենյակում, զգում էր, որ նրա զանգերը լսում են։ Նա գիտեր, որ դավաճանությունը գին ունի, բայց նա չէր մտածել, որ այդ գինը կդառնա նրա սեփական կյանքը։ 1974 թվականի դեկտեմբերին նա ստացավ հեռախոսազանգ։ Ձայնը չներկայացավ, ձայնը ասաց միայն. «Դուք աշխատեցիք մեզ համար, այժմ մենք գիտենք ամեն ինչ ձեր մասին, եթե խոսեք ուրիշ ոմեկ, մենք կբացահայտենք ձեր անունը որպես նրա, ով տվեց ինֆորմացիան։ Լռեցեք, եւ մենք կպաշտպանենք ձեզ։ Խոսեցեք, եւ դուք կտուժեք առաջինը»։ Զանգը ավարտվեց։
Խաչատրյանը հասկացավ, որ նա ընկավ թակարդում։ Նա դավաճանել էր Քոչինյանին փրկելու համար ինքն իրեն, բայց այժմ նա ավելի խոցելի էր, քան երբևէ։ Քոչինյանի առաջին օրերը թոշակում անցան նման քնի։ Նա չէր դուրս գալիս տնից, չէր ընդունում հյուրեր, չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Անահիտը փորձում էր խոսել նրա հետ, բայց նա միշտ պատասխանում էր կարճ։ Ամեն ինչ լավ է, պարզապես հոգնած եմ, բայց իրականում նա հոգնած չէր։ Նա մտածում էր։ Նա վերլուծում էր ամեն բան, ինչ տեղի էր ունեցել վերջին տարիներին։ Ով էր աշխատում դեմը, ով էր տվել ապացույցները Մոսկվային։ Նա գիտեր, որ դա չէր կարող լինել պարզապես ամբողջ համակարգի ընդհանուր որոշում։ Դա էր անձնական գործողություն։ Ինչ-որ մեկը նրա մերձավորներից նրան վաճառել էր, և նա պետք է գտներ, թե ով։ 1975 թվականի հունվարին Քոչինյանը սկսեց ամեն օր այցելել ազգային արխիվ։ Նա ստեղծեց ինքն իրեն նոր ռուտին, արթնանում էր ժամը 7-ին, նախաճաշում, հագնվում և 2 ժամում քայլում էր արխիվ։ Այնտեղ նա նստում էր մինչև կեսօր, կարդում իր ստորագրած փաստաթղթերը։ Աշխատակիցները սկզբում զարմացան. ինչու նախկին առաջին քարտուղարը գալիս է արխիվ ամեն օր։ Բայց հետո սովորեցին նրան։ Նա դարձավ մաս արխիվի ինտերիերի։ Հանգիստ, լուռ մարդ, որը նստում էր կեղևի սեղանի մոտ, թերթում հին թղթեր և երբեմն գրում ինչ-որ բան իր նոթբուքում։ Ինչ էր նա գրում։ Անուններ, թվեր կամ գուցե հիշողություններ։ Մի օր, հունվարի մութ կեսօրին, Քոչինյանը գտավ ինչ-որ բան։ 5 տկառուցման պայմանագիր, 1979 թվականից։ Նա հիշեց այդ նախագիծը մի գործարան Կոտայքում, բայց երբ նա ուշադիր կարդաց փաստաթղթերը, նա տեսավ ինչ-որ բան տարօրինակ։ Կային 2 փաստաթուղթ, մեկը ծրարի մեջ, մյուսը առանձին թղթի վրա, և նրանք չէին համընկնում։ Պաշտոնական պայմանագիրը նշում էր 1 գումար, առանձին թերթիկը մեկ այլ գումար, ավելի մեծ։ Թերթիկը ուներ ստորագրություններ, բայց անունները չէին ընթեռնելի, և վերևում փոքր նշում մատիտով. Սուրեն Խաչատրյան, մասնակից։ Քոչինյանը սառեցավ։ Այս էր այն կոնկրետ պահը, երբ նա հասկացավ, թե ով վերջնականապես դավաճանել էր նրան։ Այդ երեկո, երբ նա վերադարձավ տուն, նա չխոսեց Անահիտի հետ։ Նա նստեց իր անկյունում մութ և մտածեց ժամեր։ Սուրեն Խաչատրյանը, նրա ներքին գործերի նախարարը, մարդը, որին նա վստահում էր, մարդը, ում նա տվեց անվտանգության բոլոր գաղտնիքները, այդ մարդն էր դավաճանել նրան, և այժմ ապացույցը նրա ձեռքում էր։ Բայց ինչ անել դրանով, հրապարակել։ Նա այլևս չուներ իշխանություն, չուներ հարթակ, գնալ ոստիկանություն։ Խաչատրյանն ինքը վերահսկում էր ոստիկանությունը, գնալ Մոսկվա։ Մոսկվան արդեն որոշել էր նրա ճակատագիրը, նա միայնակ էր, և այդ ապացույցը կրում էր գրպանում, քարի պես ծանր, բայց անօգուտ։ Կարեն Դեմիրճյանը, նոր առաջին քարտուղարը, սկսեց իր իշխանությունը ավելի համարձակորեն։ Նա չէր հարցրել Քոչինյանի խորհուրդը, չէր հանդիպել նրա հետ, չէր ուղարկել նամակներ։ Քոչինյանը անհետացել էր պաշտոնական կյանքից ամբողջությամբ։ Կարծես երբեք չկար եղել։ Եվ Դեմիրճյանի մարդիկ սկսեցին փոխել համակարգը։ Նոր կադրեր, նոր ծրագրեր, նոր քաղաքականություն։ Քոչինյանի կառուցած կառույցը դանդաղորեն քանդվում էր, և նրա հին ուղեկիցներից շատերը անմիջապես փոխեցին կողմը։ Մանուկյանը, Բաբայանը, բոլորն արագ հայտարարեցին հավատարմություն Դեմիրճյանին։ Միայն մի քանի մարդ մնացին նրա կողքին, և նրանք էլ լռում էին, վախենալով վրեժից։ Քոչինյանը մեկ անգամ փորձեց դիմել Դեմիրճյանին։ 1975 թվականի մարտին նա գնաց կենտրոնական կոմիտեի շենք, առանց նախապես զանգահարելու։ Նա մտավ ներս, բարևեց պահակներին, ովքեր նրան դեռ ճանաչում էին, և բարձրացավ վերելակով դեպի 3-րդ հարկ։ Այնտեղ էր նախկինում նրա գրասենյակը, այժմ այն Դեմիրճյանի գրասենյակն էր։ Նա բացեց դուռը առանց թակելու։ Դեմիրճյանը նստում էր սեղանի մոտ, կարդում էր փաստաթղթերը։ Նա բարձրացրեց գլուխը և տեսավ Քոչինյանին։ «Անտոն Երվանդի», ասաց Դեմիրճյանը, «ես չգիտեի, որ դուք գալիս եք»։ Քոչինյանը նստեց միայն իշխանավորի թույլտվությունը սպասելու։ «Ես ուզում եմ խոսել քեզ հետ», ասաց նա։ Դեմիրճյանը ժպտաց, բայց ժպիտը սառը էր։ «Ես լսում եմ»։ Քոչինյանը սկսեց խոսել, դանդաղ և հանգիստ, Սուրեն Խաչատրյանի մասին, ապացույցների մասին, դավաճանության մասին, բայց Դեմիրճյանը միայն լսում էր, առանց արձագանքի։ Երբ Քոչինյանը ավարտեց, Դեմիրճյանը ասաց. «Անտոն Երվանդի, դու հիմա կենսաթոշակառու ես։ Ես հարգում եմ քո անցյալ ծառայությունը, բայց այժմ այլ ժամանակներ են։ Խաչատրյանը արժեքավոր մարդ է ինձ համար։
Եթե դու ունես անձնական հարցեր նրա հետ, լուծիր դրանք անձնական մակարդակով, բայց մի ներառիր կուսակցություն այդ մեջ։ Քոչինյանը հասկացավ, նա ոտքի ելավ, հրաժեշտ չտվեց եւ դուրս գնաց սենյակից։ Այս էր վերջին անգամը, երբ նա մտավ կենտրոնական կոմիտե։ Հետագա տարիներին Քոչինյանը ապրեց հանգիստ կյանքով։ Նա շարունակեց այցելել արխիվ, բայց ավելի քիչ հաճախականությամբ։ Նա հանդիպում էր իր հին ընկերներից մի քանիսի հետ, բայց զրույցները միշտ կարճ էին եւ դատարկ։ Նա դարձավ ստվեր։ Մարդը, որը մեկ ժամանակ վերահսկում էր ամբողջ հանրապետությունը, այժմ չէր կարող վերահսկել նույնիսկ իր սեփական պատմության պատմումը, քանի որ պատմությունը գրում էին այլ մարդիկ։ Եվ այդ պատմության մեջ Քոչինյանը փոքրանում էր ամեն օր։ Նրա անունը հիշվում էր ավելի քիչ, նրա ծրագրերը վերագրվում էին այլոց, նրա սխալները մեծացվում էին, իսկ նրա ձեռքբերումները մոռացվում էին։ Արդյոք նա երբևէ հաշտվեց իր ճակատագրի հետ, կամ նա մինչև վերջ պայքարում էր։ Մենք չգիտենք, քանի որ նա երբեք չխոսեց բարձրաձայն։ Եվ երբ 1990 թվականի դեկտեմբերի 1-ը նրա սիրտը կանգ առավ, նա տարավ իր գաղտնիքները իր հետ։ 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց քանդվել, Քոչինյանը դեռ ապրում էր իր փոքր տանը Աբովյան փողոցում։ Նա դիտում էր հեռուստացույցով, թե ինչպես Գորբաչովը հայտարարում է պերեստրոյկայի եւ գլասնոստի մասին, ինչպես հանրապետություններում բարձրանում են ազգային շարժումներ, ինչպես ամբողջ համակարգը, որը նա ծառայեց ամբողջ կյանքը, դանդաղորեն տապալվում է։ Եվ նա մտածում էր. արդյոք իր դավաճանությունը, իր անկումը, ինչ նշանակություն ուներ այժմ, երբ ամբողջ համակարգն ինքը քանդվում էր։ Գուցե նա զոհեր ավելի մեծ բանի, քան պարզապես կոռուպցիան կամ անձնական ձախողումները։ Գուցե նա զոհել պատմության, որը շարժվում էր անխուսափելիորեն դեպի վերջ։ 1989 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում սկսվեց ապստամբություն։ Ղարաբաղի հայերը պահանջեցին միացում Հայաստանին։ Քոչինյանը լսեց այդ լուրերը ռադիոյից եւ հիշեց իր սեփական պայքարը 1900-166-ից մինչև 1974-ը, երբ նա բազմիցս դիմեց Մոսկվային, պահանջելով վերադարձնել Ղարաբաղը եւ Նախիջևանը Հայաստանին։ Ամեն անգամ նա ստացավ մերժում։ Եվ այժմ, 14 տարի անց, երբ նա այլևս չուներ իշխանություն, ժողովուրդը բարձրացրեց այդ հարցը իր ուժով։ Արդյոք նա ցանկանում էր միանալ նրանց։ Արդյոք նա ցանկանում էր դուրս գալ փողոց, միանալ ցույցերին, պայքարել իր անկախ հայրենիքի համար։ Բայց նա չանեց, քանի որ նա գիտեր, որ իր անցյալը, իր անունը վնասում կբերեր ավելի, քան օգուտ։ Նա մնաց տնում եւ դիտեց հեռվից, թե ինչպես պատմությունը շարժվում էր առանց իրեն։ 1990 թվականի աշնանը Քոչինյանը զգաց, որ նրա ժամանակը սպառվում է։ Սիրտը սկսեց ցավել ավելի հաճախ, շնչառությունը դառնում էր ավելի դժվար։ Անահիտը պնդում էր, որ նա գնա հիվանդանոց, բայց նա մերժեց։ Նա ասաց. «Ես ծերացել եմ, Անահիտ, հիվանդանոցը չի փրկի ինձ»։ Նա շարունակեց իր առօրյա ռուտինը, բայց ավելի դանդաղ։ Առավոտները նա քայլում էր դեպի ազգային արխիվ, բայց այժմ նա անցնում էր միայն կես ժամ այնտեղ, կարդում մի քանի փաստաթղթեր եւ հետո վերադառնում տուն։ Նա զգում էր, որ նա փնտրում էր ինչ-որ բան այդ փաստաթղթերում, բայց նա երբեք չգտավ այն։ 1990 թվականի նոյեմբերի 28-ին Քոչինյանը ունեցավ իր վերջին այցը արխիվ։ Նա մտավ, բարևեց աշխատակիցներին, նստեց իր սովորական տեղում։ Նա բացեց թղթապանակ, որը պարունակում էր հին նամակներ 1968 թվականից։ Այս էին նամակները, որոնք նա գրել էր Բրեժնևին Ղարաբաղի մասին։ Նա կարդաց դրանք կրկին, իր սեփական ձեռագիրը, իր սեփական բառերը։ Ես խնդրում եմ կենտրոնական կոմիտեին վերանայել Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի կարգավիճակը։ Այդ տարածքները պատմականորեն հայկական են, եւ նրանց ժողովուրդը պահանջում է միություն Հայաստանի հետ։ Նա հիշեց, թե ինչպես Բրեժնևը մերժեց անմիջապես, եւ այժմ 35 տարի անց պատերազմը սկսվել էր։ Արյուն թափվում էր, եւ նա գիտեր, որ եթե Մոսկվան լսեր նրան այն ժամանակ, գուցե այս բոլորը կարող էր խուսափվել։ Բայց պատմությունը չունի եթե։ Նա փակեց թղթապանակը եւ ոտքի ելավ։ Նա զգում էր ցավ կրծքում, բայց անտեսեց այն։ Նա դուրս եկավ արխիվից, քայլեց փողոցներով դեպի տուն։ Օդը սառ էր, երկինքը մթնում էր։ Նա տեսավ մարդկանց քայլող շտապ, երեխաներ խաղացող բակում, մեքենաներ անցնող ճանապարհով, եւ նա մտածեց. արդյոք այս ամենը, այս ամբողջ քաղաքը, որը նա օգնեց կառուցել, կհիշի նրան։ Արդյոք նրա անունը կպահպանվի հաջորդ սերունդների համար։
թե նա կդառնա պարզապես մեկ այլ մոռացված անուն հին արխիվների մեջ։ 1990 թվականի դեկտեմբերի առաջին օրը, առավոտյան վաղ, Քոչինյանը արթնացավ ծանր շնչառությամբ։ Կրծքի ցավը վերադարձել էր, ավելի ուժեղ, քան երբևէ։ Նա փորձեց կանչել Անահիտին, բայց ձայնը չբացվեց։ Նա վարագույրներից լույս էր մտնում, վաղ զմերկային լույսը։ Նա լսեց փողոցից աղմուկը, քաղաքը արթնանում էր, եւ նա մտածեց վերջին անգամ այն մարդկանց մասին, ովքեր նրան սիրել էին, եւ նրանց մասին, ովքեր նրան դավաճանել էին։ Նա մտածեց Հայաստանի մասին, եւ թե ինչ դարձավ այն։ Եվ հետո ամեն ինչ դադարեց։ Նրա թաղումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Թոխմախի գերեզմանատանում։ Ներկա էին շատ քչեր։ Անահիտը, նրա 3 երեխաները, մի քանի հին ընկերներ, մի քանի նախկին գործընկերներ։ Կարեն Դեմիրճյանը չեկավ։ Պաշտոնական հաղորդագրությունը հայտարարեց. Անտոն Երվանդի Քոչինյանը, նախկին առաջին քարտուղար Հայաստանի Կոմկուսի, վախճանվել է 77 տարեկանում։ Նա ծառայեց հանրապետությանը 32 տարի, նրա ներդրումը չի մոռացվի։ Բայց իրականում ամբողջովին մոռացվեց։ Սերունդը, որը հիշում էր նրան, դանդաղորեն մեռնում էր, եւ նոր սերունդը, որը ծնվել էր անկախության ժամանակներում, երբեք չիմացավ նրա անունը։ Սակայն մի բան մնում է. հարցերը։ Ինչ էր այն թղթապանակում, որը KGB-ի ստուգող հանձնաժողովը տարավ Երևանից Մոսկվա 1974 թվականի գարնանը։ Որ փաստաթղթերն էին այնքան վտանգավոր, որ պետք է անհետանային առանց հետքի։ Արդյոք իսկապես եղան այդ փաստաթղթերը, թե դա միայն լեգենդ է, որը ստեղծվեց հետագայում, ապացուցատություն փնտրելու համար բարդ հարցերին։ Մենք երբեք չենք իմանա։ Քանի որ արխիվները փակ են, վկաները մեռած են, եւ Քոչինյանը տարավ իր գաղտնիքները հետը։ Բայց գուցե դա լավագույնն է, գուցե որոշ գաղտնիքներ պետք է մնան թաղված։ Գուցե ճշմարտությունը, որը կարող էր ապացուցել Քոչինյանի անմեղությունը կամ մեղավորությունը, ավելի քիչ կարևոր է, քան պատմությունը, որը մենք պատմում ենք իրեն մասին։ Եվ այդ պատմությունը դա է. մարդ ով եկավ ոչնչից, բարձրացավ դեպի իշխանություն, կառուցեց հանրապետություն եւ վերջում անկավ լռության մեջ։ Մարդ ով փնտրեց արդարություն, բայց գտավ միայն դավաճանություն։ Մարդ ով հիշվում է միայն այն բան, ինչ նա կորցրեց, այլ ոչ այն բան, ինչ նա ստեղծեց։ Արդյոք մենք նրան անարդար ենք եղել։ Արդյոք պատմությունը չափազանց շուտ նրան դատել է։ Գուցե ժամանակը կգա, երբ նոր սերունդը կվերանայի նրա ժառանգությունը, կգտնի այն փաստաթղթերը, որոնք անհետացել են, եւ կպատմի ավելի արդար պատմություն։ Կամ գուցե ոչ։ Գուցե Անտոն Քոչինյանը կմնա ավելի լավ մնացյալ, այնպես ինչպես նա այժմ է, հիշող ինչ-որ, մոռացված շատ, հարցերով շրջապատված։ Բայց մի բան վստահ է, նրա պատմությունը խոսում է մի ավելի մեծ ճշմարտության մասին, իշխանության, կոռուպցիայի, դավաճանության եւ անհատականության մասին, եւ դա պատմություն է, որը արժե պատմել։ Ոչ որովհետև այն ուսուցում է մեզ, թե ինչպես ապրել, այլ որովհետև այն հիշեցնում է մեզ, թե ինչ կարող ենք կորցնել։ Այդ օրը, երբ Բրեժնևը եկավ Երևան, 1969 թվականի մայիսին, ամբողջ քաղաքը փոխվել էր մեկ մեծ թատրոն։ Փողոցները լվացվել էին, շենքերը ներկվել էին, դրոշներ կախել բոլոր պատուհանների վրա։ Քոչինյանը անձամբ վերահասկել էր ամեն մանրամասը։ Նա գիտեր, որ Բրեժնևի այցելությունը չէր միայն արարողակարգ։ Դա էր հնարավորություն ցույց տալ, թե Հայաստանը արժանի է ավելին։ Ավելի շատ ներդրումներ, ավելի շատ ազատություն, ավելի շատ հարգանք։ Երբ Բրեժնևի ավտոշարասյունը մտավ Երևան, խցանեց Խորենացու փողոցում։ 15 րոպե նրանք կանգ առան, մինչդեռ աշխատողներ վերադառնում էին տուն երեկոյան։ Քոչինյանը նստում էր Բրեժնևի հարևան մեքենայում եւ զգում էր, թե ինչպես իր դեմքը կարմրում է ամոթից։ Երբ վերջապես շարասյունը շարժվեց, Բրեժնևի օգնականը զանգահարեց Քոչինյանին եւ ասաց. «Լեոնիդ Իլիչը ուզում է խոսել ձեզ հետ այսօր երեկոյան, նախապատրաստվեցեք»։ Երեկոյան ժամը 8-ին Քոչինյանը մտավ հյուրանոցի սենյակը, որտեղ Բրեժնևը մնում էր։ Բրեժնևը նստած էր բազմոցին, ծխում սիգար եւ նայում էր պատուհանից Արարատ լեռը։ «Գեղեցիկ տեսարան», ասաց նա առանց շրջվելու։ «Բայց քաղաքդ ունի խնդիրներ, Անտոն Երվանդի»։ Քոչինյանը սպասեց։ Բրեժնևը շարունակեց. «Այսօր մենք խցանվեցինք քո փողոցներում, դա ամոթ է, Երևանը մեծանում է, բայց քո ենթակառուցվածքը հին է, ինչ ես մտածում անել դրա մասին»։ Քոչինյանը շունչը խորը քաշեց, այս էր պահը։ «Լեոնիդ Իլիչ, մենք ունենք լուծում, մետրոպոլիտեն, ենթերկրյա տրանսպորտային համակարգ, որը կփոխի Երևանը։
բայց մենք պետք ենք Մոսկվայի օգնություն ֆինանսավորման, ինժեներների, տեխնոլոգիայի համար։ Բրեժնևը շրջվեց եւ նայեց նրան ուղակի։ Մետրո, Երևանում, քաղաք, 1 միլիոն բնակչությամբ։ Քոչինյանը չխուսափեց նրա հայացքից։ Այո, քանի որ Երևանը կաճի, 1980-րդ թվականներին մենք կունենանք 2 միլիոն, եւ առանց մետրոյի քաղաքը կճնշվի։ Բրեժնևը լռեց երկար, հետո նա ժպտաց. Լավ, դու կունենաս քո մետրոն, բայց հիշիր, եթե դա ձախողվի, դու պատասխանատու կլինես։ Քոչինյանը գլուխ թեքեց. Շնորհակալ եմ, Լեոնիդ Իլիչ։ Երբ նա դուրս եկավ սենյակից, նա գիտեր, որ նա հենց նոր շահեց մի ավելի մեծ խաղ, բայց նա նաև գիտեր, որ դա նշանակում էր ավելի մեծ ռիսկ։ Եվ Մոսկվան երբեք չէր մոռանում, երբ ինչ-որ մեկը պարտված էր նրանց առջև։ 1968 թվականի հոկտեմբերին Քոչինյանը ստացավ անսովոր հրավեր։ Կաթոլիկոս Վազգեն Առաջինը, բոլոր հայոց կաթոլիկոսը, ուզում էր տեսնել նրան էջմիածնում։ Սա էր իր տեսակի միակ հանդիպումը։ Կուսակցության առաջին քարտուղարը եւ եկեղեցու գլուխը երկու աշխարհներ, որոնք պաշտոնապես չէին խոսում միմյանց հետ, բայց Հայաստանում ոչինչ չէր պաշտոնական։ Քոչինյանը ժամանեց էջմիածին առավոտյան վաղ, մայք տաճարը դեռ դատարկ էր, միայն մի քանի ուխտավորներ աղոթում էին անկյուններում։ Կաթոլիկոսի օգնականը տարավ նրան դեպի մի փոքր սենյակ, կաթոլիկոսական նստավայրի հետևում։ Վազգեն Առաջինը նստած էր մի հին սեղանի մոտ, կարդում մի հնագույն ձեռագիր։ Երբ Քոչինյանը մտավ, կաթոլիկոսը բարձրացրեց գլուխը եւ ժպտաց տակ։ Անտոն Երվանդի, եկեք նստեք։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց հեղինակավոր։ Քոչինյանը նստեց։ Կաթոլիկոսը լցրեց 2 բաժակ ջուր եւ մեկը տվեց նրան։ Ես գիտեմ, որ դուք զբաղված եք մարդ եք, այնպես որ ես կխոսեմ ուղիղ։ Հայ ժողովուրդը տառապում է։ Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում, Նույնիսկ Թուրքիայում եւ Սիրիայում։ Մեր եղբայրները եւ քույրերը ցրված են ամբողջ աշխարհում, եւ դուք, որպես առաջին քարտուղար, ունեք իշխանություն, որը ես երբեք չեմ ունենա։ Քոչինյանը լսում էր ուշադիր, կաթոլիկոսը շարունակեց. Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ եկեղեցին կսպասարկի ձեզ, ոչ պաշտոնապես, այլ հոգևոր առումով։ Ժողովուրդը հավատում է Աստծուն եւ հավատում է ձեզ։ Մի կորցրեք այդ հավատը։ Նա դադար տվեց եւ նայեց Քոչինյանի աչքերին։ Երբ ես լսում եմ, որ դուք պայքարում եք Ղարաբաղի համար, երբ ես լսում եմ, որ դուք կառուցում եք Ծիծեռնակաբերդի հուշարձանը, ես գիտեմ, որ դուք հայ եք սրտով, ոչ միայն կոմունիստ։ Քոչինյանը զգաց անսովոր զգացում։ Ոչ ոք երբեք այսպես չէր խոսել նրա հետ, ոչ իշխանությունից, ոչ կուսակցությունից։ Սուրբ հայր, ասաց նա, ես անում եմ ինչ կարող եմ, բայց համակարգը ամուր է, Մոսկվան վերահսկում է ամեն ինչ։ Կաթոլիկոսը ժպտաց տխուր։ Համակարգերը փոխվում են, Անտոն Երվանդի, բայց ժողովուրդը մնում է, եւ երբ համակարգը փոխվի, ժողովուրդը կուրթը կհիշի, թե ով կանգնել էր իրենց կողքում։ Այդ խոսքերը հետապնդեցին Քոչինյանին մնացած իր կյանքը։ Արդյոք նա կանգնել էր ժողովրդի կողքում, թե նա ծառայեց միայն համակարգին, եւ երբ համակարգը նրան մերժեց 1974 թվականի նոյեմբերին, արդյոք ժողովուրդը հիշեց նրան։ Պատասխանը ցավոտ էր, նրանք մոռացան։ 1952 թվականի աշնանը, երբ Քոչինյանը դեռ էր նախարարների խորհրդի նախագահ, նա հանդիպեց Ավետիք Իսահակյանին, հայ ժողովրդի սիրելի բանաստեղծին։ Իսահակյանը այն ժամանակ արդեն ծերացել էր, հիվանդ էր, բայց դեռ պահպանել էր իր սուր միտքը եւ ծիծաղելի հումորը։ Նրանք հանդիպեցին Երևանի գրողների միության շենքում, մի փոքր թեյի հավաքույթում։ Իսահակյանը նստած էր անկյունում, շրջապատված երիտասարդ բանաստեղծներով, ովքեր լսում էին նրա պատմությունները։ Երբ Քոչինյանը մոտեցավ, Իսահակյանը նայեց նրան եւ ժպտաց։ Ահա մեր նոր պրեմիերը, ասաց նա բարձրաձայն։ Եկեք, Անտոն Երվանդի, նստեք, պատմեք մեզ, թե ինչպես եք փրկելու Հայաստանը։ Երիտասարդները ծիծաղեցին զգուշորեն։ Քոչինյանը գիտեր, որ Իսահակյանը սիրում էր խաղալ այդ խաղը, քաղաքականությունն ու արվեստը խառնելով այնպես, որ դժվար էր տարբերել, թե երբ նա լուրջ էր եւ երբ ծաղրում։ Նրանք խոսեցին մի քանի րոպե տնտեսության, նոր գործարանների, գյուղատնտեսության մասին։ Հետո Իսահակյանը հանկարծ դադարեց, նայեց Քոչինյանի աչքերին եւ հարցրեց. Անտոն Երվանդի, ի՞նչն է ձեզ ամենաշատ անհանգստացնում այս պահին։ Քոչինյանը զարմացավ հարցից,
Նա սովորած չէր խոսել իր վախերի մասին հանրային տեղում, բայց Իսահակյանի աչքերում էր ինչ-որ բան, որը տվեց նրան արտոնություն լինել ազնիվ։ «Ժողովրդի վիճակը», ասաց Քոչինյանը հանգիստ։ «Պատերազմը ամեն ինչ ավերեց։ Մարդիկ դեռ քաղցած են, տները ավերված են, տնտեսությունը խեղճ է։ Մենք փորձում ենք վերականգնել, բայց այն դանդաղ է»։ Իսահակյանը լսեց ուշադիր և հետո ասաց ինչ-որ բան, որը Քոչինյանը երբեք չմոռացավ։ «Միլ մարդ, տակավին քեզ, քաղցած հայերից վախեցար։ Քեզ հարկավոր է վախենալ կուշտ հայերից»։ Երիտասարդները լռեցին։ Քոչինյանը հարցրեց. «Ինչու ավետիք Սահակի»։ Իսահակյանը ժպտաց դառն, քանի որ քաղցած մարդը մտածում է միայն հացի մասին, նա չի մտածում իշխանության, փողի, դավադրության մասին, բայց երբ նա կուշտ է, երբ նա ունի ամեն ինչ, ապա նա սկսում է ուզել ավելին, և ահա այդ ժամանակ սկսվում է իրական խնդիրները։ Դու կտեսնես Անտոն Երվանդի, 20 տարի հետո, երբ Հայաստանը հարուստ է, երբ ամեն ոք ունի մեքենա և ապարտամենտ, դու կտեսնես ամենից վատ մարդկային բնույթը։ Քոչինյանը հիշեց այդ խոսքերը 1970-երորդներին, երբ կոռուպցիան ծաղկում էր նրա շրջապատում, երբ նրա սեփական մարդիկ, ովքեր ունեին ամեն ինչ, ցանկանում էին ավելին և ավելին։ Եվ երբ նրա անկումը եկավ, նա մտածեց Իսահակյանի մասին և զգաց, որ հին բանաստեղծը ճիշտ էր։ 1973 թվականի հոկտեմբերի վերջին երեկոյան, 2 օր առաջ նրա ստանալուց իր 3-րդ Լենինի օրդենը, Քոչինյանը կազմակերպեց մի անձնական ընթրիք իր ամենամոտ 3 մարդկանց համար։ Գագիկ Մանուկյանը, Արամ Բաբայանը և Սուրեն Խաչատրյանը ժամանեցին Քոչինյանի տունը ժամը 7-ին։ Անահիտը պատրաստել էր հարուստ սեղան, խորոված, դոլմա, լավաշ, կարմիր գինի արենիից։ Նրանք սկսեցին ընթրիքը թեթև զրույցով, իրենց ընտանիքների, հին հիշողությունների, լուրջ նախագծերի մասին։ Բայց Քոչինյանը գիտեր, որ այս ընթրիքը չէր միայն հավաքույթ, դա էր փորձություն։ Նա ուզում էր տեսնել, թե ինչպես այդ 3 մարդիկ կվարվեն, երբ նրանք խմում են, երբ նրանք հանգստանում են, երբ նրանք մտածում են, որ ոչ մեն, որ ոչ ոք չի դիտում։ Կեսգիշերին, երբ գինին արդեն բոլորին տաքացրել էր, Բաբայանը սկսեց պատմություն դեր մի կոռուպցիոն սխեմայի մասին, որը նա լսել էր Բաքվից։ Նա ծիծաղեց, ասելով, թե ինչպես ադրբեջանցի պաշտոնյաները գողանում էին նավթի փողերը։ Մանուկյանը միացավ, պատմելով նման պատմություն Թբիլիսիից։ Եվ հետո նրանք նայեցին Քոչինյանին, սպասելով, որ նա նույնպես կպատմի ինչ-որ բան։ Քոչինյանը լռեց երկար։ Հետո նա ասաց. «Մենք չենք նրանք, Հայաստանում մենք չենք գողանում, մենք չենք վերցնում այն, ինչ պատկանում է ժողովրդին»։ Խաչատրյանը նայեց նրան և ասաց հանգիստ. «Բայց մենք վերցնում ենք Անտոն Երվանդի, գուցե ոչ այնքան, որքան Բաքուն կամ Թբիլիսին, բայց մենք վերցնում ենք»։ Սենյակը լռեց։ Քոչինյանը զգաց սառը զգացում մեջքի ետևում։ Նա իմացավ այդ պահին, որ Խաչատրյանը խոսում է ճշմարտությունը, և ավելի վատը, որ Խաչատրյանը գիտեր ճշմարտությունը։ Մանուկյանը փորձեց փոխել թեման, բայց ընթրիքը արդեն վնասված էր։ Նրանք մնացին ևս 1 ժամ, բայց զրույցը դարձավ պարապ և դատարկ։ Երբ նրանք հեռացան, Քոչինյանը կանգնեց պատուհանի մոտ և դիտեց, թե ինչպես նրանք բարձրանում էին իրենց մեքենաներ։ Նա գիտեր, որ ինչ-որ բան փոխվել է այդ երեկո, և նա ճիշտ էր։ 3 ամիս անց Խաչատրյանը կդավաճանի նրան։ 1975 թվականի հունվարի 28-ին, երբ Քոչինյանը նստած էր ազգային արխիվում, նա հայտնաբերեց մի փաստաթուղթ, որը փոխեց ամեն ինչ։ Դա էր հին կառուցման պայմանագիր 1979 թվականից, Կոտայքի մի գործարանի համար։ Նա հիշում էր այդ նախագիծը լավ, այն մեկը, որը Բրեժնևը անձամբ հաստատել էր։ Բայց երբ նա բացեց թղթապանակը, նա տեսավ ինչ-որ տարօրինակ։ Ներսում կային 2 պայմանագիր։ Առաջինը, պաշտոնականը, որը ստորագրված էր նախարարների խորհրդի կողմից։ Նշված գինը 3 միլիոն ռուբլի։ Բայց հետևում արձակ թղթի վրա մեկ այլ փաստաթուղթ, նույն նախագիծը, բայց գինը 5 միլիոն ռուբլի։ Եվ ստորագրություններ, որոնք նա ճանաչում էր։ Արամ Բաբայանի ստորագրությունը, ֆինանսների նախարարը, և փոքր նշում մատիտով վերևում. Սուրեն Խաչատրյան, տեղեկացված և համաձայն։ Քոչինյանի ձեռքերը սկսեցին դողալ։ Նա հասկացավ անմիջապես, թե ինչ սա նշանակում էր։ Պաշտոնական պայմանագիրը 3 միլիոն, բայց իրական վճարումը 5 միլիոն։ Տարբերությունը 2 միլիոն ռուբլի, անհետացել, գնացել, քո թույլտվությամբ։
քո կառավարչության ներքո։ Եվ Խաչատրյանը գիտեր այդ մասին։ Նա կարդաց փաստաթուղթը կրկին եւ եւս մեկ անգամ փորձելով գտնել սխալ, փորձելով գտնել բացատրություն, որը չպատժեր նրան, բայց ոչինչ չկար։ Սա էր ակնհայտ ապացույց կոռուպցիայի, որը տեղի էր ունեցել նրա իշխանության ներքո։ Եվ Խաչատրյանի անունը այնտեղ էր, որպես լիովին գիտակից մասնակից։ Քոչինյանը փակեց թղթապանակը եւ դրեց իր պայուսակի մեջ։ Նա չխոսեց ոչ ոքի հետ։ Նա պարզապես կանգնեց, հրաժեշտ տվեց արխիվի աշխատակիցներին եւ դուրս եկավ։ Դրսում ձյունը թափվում էր մուրավ, ծածկում փողոցները սպիտակ վերմակով։ Քոչինյանը քայլեց դանդաղ դեպի տուն, զգալով թղթապանակի ծանրությունը իր ուսին։ Սա էր ապացույցը, որը նա փնտրում էր։ Բայց ինչ անել դրանով։ Երբ Քոչինյանը հասավ կենտրոնական կոմիտեի 3-րդ հարկ եւ բացեց դուռը առանց թակելու, Կարեն Դեմիրճյանը հիանալ էր զարմացած։ Նա նստած էր Քոչինյանի նախկին սեղանի հետևում, կարդում մի զեկույց մասին, արդյունաբերական արտադրություն, եւ երբ տեսավ Քոչինյանին, նրա դեմքը դարձավ սառը։ «Անտոն Երվանդի», ասաց Դեմիրճյանը դնելով զեկույցը սեղանին, «ես չգիտեի, որ դուք կգաք»։ Քոչինյանը մտավ եւ փակեց դուռը իր հետևում։ «Մենք պետք է խոսենք», ասաց նա։ Դեմիրճյանը ժպտաց, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ «Իհարկե, նստեք, խնդրեմ»։ Քոչինյանը չնստեց։ Նա մնաց կանգնած դռան մոտ, պահելով իր պայուսակը ուղիղ։ «Ես գտել եմ ապացույցներ», սկսեց Քոչինյանը, «որոնք ցույց են տալիս լուրջ կոռուպցիայի իշխանության ժամանակ։ Սուրեն Խաչատրյանը ներգրավված է այդ գործի մեջ։ Ես ունեմ փաստաթղթերը, եւ ես ուզում եմ, որ դուք բացեք պաշտոնական քննություն»։ Դեմիրճյանը լսեց առանց արտահայտության։ Հետո նա ասաց հանգիստ. «Ցույց տվեք ինձ փաստաթղթերը»։ Քոչինյանը հանեց թղթապանակը իր պայուսակից եւ դրեց սեղանին։ Դեմիրճյանը բացեց այն, կարդաց մի քանի րոպե եւ հետո փակեց։ Նա նայեց Քոչինյանի աչքերին եւ ասաց. «Անտոն Երվանդի, ես հարգում եմ ձեզ։ Դուք ծառայեցիք Հայաստանին երկար տարիներ, բայց դուք հիմա կենսաթոշակառու եք, այս փաստաթղթերը հին են, այս գործը փակված է»։ Քոչինյանը զգաց, որ նրա դեմքը տաքանում է բարկությունից։ Փակված, ինչպես փակված, այս մարդը գողացավ 2 միլիոն ռուբլի ժողովրդից, եւ դուք ասում եք, որ գործը փակված է։ Դեմիրճյանը ոտքի ելավ, իր բոլոր հասակով։ Նա ավելի բարձր էր, քան Քոչինյանը, ավելի երիտասարդ, ավելի ուժեղ։ «Այո, փակված է, քանի որ Խաչատրյանը արժեքավոր մարդ է ինձ համար, նա գիտի, թե ինչպես պահել կարգը, եւ ես չեմ կորցնի նրան քո հին վրեժխնդրության պատճառով»։ Վրեժխնդրություն, Քոչինյանը կրկնեց բառը հանգիստ։ «Դուք կարծում եք, որ սա վրեժխնդրություն է։ Ես ձեզ բերում եմ ապացույց հանցագործության, եւ դուք կարծում եք, որ սա անձնական է»։ Դեմիրճյանը վերադարձավ իր աթոռին եւ նստեց։ «Անտոն Երվանդի, թույլ տվեք, որ ես ձեզ բացատրեմ ինչ-որ բան։ Դուք կարծում եք, որ Խաչատրյանը դավաճանեց ձեզ։ Գուցե նա արեց, բայց նա արեց դա, քանի որ համակարգը պահանջեց դա։ Մոսկվան պահանջեց զոհ, չէ՞ զոհ։ Եվ դուք դարձաք այդ զոհը։ Բայց այժմ ամեն ինչ փոխվել է։ Ես առաջին քարտուղարն եմ, եւ ես որոշում եմ, թե ով մնում է եւ ով գնում է»։ Քոչինյանը հասկացավ, որ նա պարտված է։ Նա վերցրեց թղթապանակը սեղանից եւ դրեց հետ իր պայուսակի մեջ։ «Շնորհակալ եմ ժամանակի համար, Կալեն Սերգեևի», ասաց նա եւ շրջվեց դեպի դուռը։ Դեմիրճյանը կանչեց նրան հետո. «Անտոն Երվանդի»։ Քոչինյանը կանգ առավ, բայց չշրջվեց։ «Դուք լավ մարդ եք։ Դուք շատ բանալեցիք Հայաստանի համար, բայց դուք հիմա պետք է թողնեք անցյալը անցյալում։ Վայելեք ձեր թոշակը։ Մի փորձեք պայքարել ընդդեմ նոր դարաշրջանի»։ Քոչինյանը դուրս եկավ առանց պատասխանելու։ Նա էջք-վայր աստիճաններով դուրս եկավ շենքից եւ կանգ առավ փողոցում։ Ձյունը դադարել էր, բայց երկինքը դեռ մթնած էր։ Նա նայեց վերև դեպի շենքը, դեպի 3-րդ հարկի պատուհանները, որտեղ մի անգամ նա ունեցել էր իշխանություն, պատիվ, ապագա։ Այժմ ամեն ինչ այդտեղ պատկանում էր ուրիշ ոմեք, եւ նա երբեք չէր վերադառնալու։ 1989 թվականի ամառանը, երբ Ղարաբաղյան շարժումը հասնում էր իր գագաթնակետին եւ 100 հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոցներ Երևանում, Քոչինյանը եւ Անահիտը նստած էին իրենց փոքր բակում երեկոյան։ Այս էր հազվագյուտ հանգիստ պահ նրանց կյանքում, երբ աշխարհը անցնում էր արագ, բայց նրանք կարող էին նստել միասին եւ պարզապես լռել։ Անահիտը բռնում էր նրա ձեռքը, եւ նրանք լսում էին հեռվից գալիս ցուցարարների աղմուկը։
Կարծում ես, որ դա փոխելու է ինչ-որ բան, հարցրեց Անահիտը։ Քոչինյանը լռեց երկար, հետո նա ասաց. Ես չգիտեմ, ես փորձեցի փոխել բաներ իմ ճանապարհով, ներսից համակարգի։ Ես գրեցի նամակներ, հանդիպեցի Բրեժնևի հետ, պայքարեցի Ղարաբաղի համար 14 տարի, եւ ոչինչ չփոխվեց։ Գուցե այս մարդիկ փողոցներում նրանք կարող են անել այն, ինչ ես չկարողացա։ Անահիտը նայեց նրան։ Դու զղջում ես։ Քոչինյանը մտածեց. ես զղջում եմ շատ բաներ։ Ես զղջում եմ, որ հավատացի, որ համակարգը կարելի էր փոխել ներսից։ Ես զղջում եմ, որ չկանգնեցի ավելի կարծր, երբ Մոսկվան ասաց ոչ Ղարաբաղին։ Ես զղջում եմ, որ թույլ տվեցի կոռուպցիային տարածվել իմ շրջապատում, քանի որ մտածեցի, որ դա անխուսափելի էր։ Նա դադարեց։ Բայց ես չեմ զղջում, որ փորձեցի։ Եթե ես չլինեի, Մեծամորի ատոմակայանը, Հրազդան մարզադաշտը, Ծիծեռնակաբերդը, դրանք գուցե երբեք չլինեին։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը ավելի ամուր։ Դու լավ մարդ ես, Անտոն, պատմությունը կդատի քեզ ավելի արդար, քան քո թշնամիները արեցին։ Քոչինյանը ժպտաց տխուր։ Գուցե, կամ գուցե պատմությունը ամբողջովին կմոռանա ինձ։ Եվ գուցե դա լավագույնն է։ Թող Հայաստանը հիշի իր հերոսներին, ոչ թե իր ձախողածներին։ Նրանք նստեցին լռության մեջ, ձեռք ձեռքի, մինչև լուսինը բարձրացավ երկինքում և ցուցարարների ձայները դանդաղորեն դադարեցին։ Տարիներ անցան Քոչինյանի մահից հետո, և այն մարդիկ, ովքեր խաղացել էին իրենց դերերը նրա կյանքում, նաև ունեցան իրենց ճակատագրերը։ Սուրեն Խաչատրյանը, ով դավաճանեց Քոչինյանին, մնաց ներքին գործերի նախարար մինչև 1981 թվականը։ Նա թոշակի անցավ հանգիստ, առանց սկանդալի, առանց հանրային մեղադրանքի, բայց նա երբեք չգտավ խաղաղություն։ Նրա կինը պատմում է, որ նա քնում էր վատ, խոսում էր երազներում, արտանում էր գիշերվա կեսին քրտնած և դողդոջուն։ 1988 թվականին նա մահացավ սրտի կաթվածից իր տանը։ Թաղմանը ներկա էին միայն ընտանիքի անդամներ։ Կարեն Դեմիրճյանը չեկավ, Քոչինյանի որդիները չեկան, և երբ նրա անունը հիշվում է այսօր, դա միշտ է երկիմաստ հայացքի հետ, մարդը, ով ծառայեց համակարգին, բայց վատագույն ձևով։ Գագիկ Մանուկյանը և Արամ Բաբաբայանը, ովքեր երդվել էին լռություն Քոչինյանի համար, նույնպես գտան իրենց տեղերը Դեմիրճյանի կառավարությունում։ Մանուկյանը դարձավ կրթության նախարար և աշխատեց մինչև 1986 թ. Բաբայանը մնաց ֆինանսների ոլորտում մինչև անկախությունը։ Դրանք երբեք հանրայնորեն չխոսեցին Քոչինյանի մասին։ Երբ լրագրողները հարցնում էին նրանց, նրանք ասում էին միայն. նա լավ մարդ էր, որը ծառայեց իր ժամանակում, և ոչինչ ավելին։ Կարեն Դեմիրճյանը շարունակեց իր իշխանությունը մինչև 1988 թվականը, երբ Հայաստանը դարձավ անկախ։ Նա դարձավ խորհրդարանի նախագահ 1999-ին։ Եվ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա և ուրիշ 8 պաշտոնյաներ սպանվեցին խորհրդարանի մեջ տեղի ունեցած ռոծկոտության ժամանակ։ Հայաստանը ցնցվեց, աշխարհը ցնցվեց, և շատ մարդիկ հարցրին. արդյոք Դեմիրճյանը վճարեց գինը նրա սեփական գաղտնիքների համար, ճիշտ այնպես, ինչպես Քոչինյանը վճարեց իրենը։ Բայց Քոչինյանի ընտանիքը ապրեց։ Նրա երեխաները մեծացան, ունեցան իրենց սեփական ընտանիքները, շարունակեցին իրենց կյանքերը։ Նրանք չխոսեցին հանրության հետ հոր մասին, նրանք պահպանեցին իրենց հիշողությունները անձնական, իրենց սերը մասնավոր։ Եվ երբ հարցնում են նրանց, թե ինչպիսին էր իրենց հայրը, նրանք ասում են միայն. նա սիրող հայր էր, նա փորձեց անել լավագույնը, որ կարող էր։ Եվ դա գուցե միակ դատաստանն է, որը իսկապես կարևոր է։ 1969 թվականի գարնանը, երբ Քոչինյանն արդեն եկ տարի էր նախարարների խորհրդի նախագահ, նա ստացավ հրավեր Մոսկվա, մասնակցելու Խորհրդային Միության նախարարների խորհրդի ընդլայնված նիստին։ Սա էր կարևոր հանդիպում, որտեղ հանրապետությունների առաջնորդները պետք է զեկուցեին իրենց տնտեսական ձեռքբերությունների և ապագա ծրագրերի մասին։ Թռիչքը Երևանից Մոսկվա տևեց 3 ժամ։ Քոչինյանը նստած էր ինքնաթիռի պատուհանի մոտ և դիտում էր դուրս, տեսնելով, թե ինչպես Հայաստանի լեռները դանդաղորեն փոխարինվում էին ռուսական դաշտերով։ Նրա կողքին նստած էր Արտեմ Միկոյանը, Հայաստանի արդյունաբերության նախարարը, երիտասարդ և ամբարտավան ինժեներ, ով հավատում էր, որ Հայաստանը կարող է դառնալ Խորհրդային Միության ամենաարդյունավետ տնտեսությունը։ Նրանք քննարկում էին իրենց ներկայացումը։ Մենք պետք է ցույց տանք նրանց թվերը, ասում էր Միկոյանը հուզմունքով։ Մեր արտադրությունը մեծացել է 30%-ով վերջին 5 տարիների ընթացքում։
Մեր գործարանները արտադրում են ավելի շատ, քան Վրաստանը եւ Ադրբեջանը միասին։ Քոչինյանը լսում էր հանգիստ։ Նա գիտեր, որ թվերը կարևոր էին, բայց Մոսկվայում ավելի կարևոր էր այլ բան։ Ինչպես դու ներկայացնում ես ինքդ քեզ, ինչպես դու խոսում ես, ինչպես դու ցույց ես տալիս հարգանք առանց ստրկամտության։ Երբ նրանք ժամանեցին Մոսկվա, քաղաքը դիմատում էր մութ եւ սառը։ Նոյեմբերյան ձյուն թափվում էր լուրջ, ծածկում փողոցները հաստ շերտով։ Նրանք տեղափոխվեցին Կրեմլին, ընդհատելով փողոցներով, որտեղ ոստիկանությունը դադարեցրել էր ամբողջ երթևեկությունը նրանց ավտոշարասյունի համար։ Քոչինյանը նայում էր պատուհանից եւ տեսնում էր մոսկովյան մարդկանց, ովքեր կանգնած էին անասելի սառույցում, սպասելով, թե երբ կարող են անցնել փողոցը։ Եվ նա մտածում էր, թե արդյոք այս մարդիկ գիտեն, թե ով է անցնում այդ մեքենաներում։ Եվ արդյոք նրանց հետաքրքրում է։ Նիստը սկսվեց կեսօրին, Սուրբ Գևորգի դահլիճում, Կրեմլի ամենահին եւ ամենահռչակավոր սենյակներից մեկում։ Հարյուրավոր պաշտոնյաներ նստած էին երկար սեղանների շուրջը, բոլորը կոստյումներով, բոլորը լուրջ դեմքերով։ Վերևում բեմն նստած էին կենտրոնական կոմիտեի անդամները, նրանց մեջ Ալեքսեյ Կոսիգինը, Խորհրդային Միության նախարարների խորհրդի նախագահը, եւ Լեոնիդ Բրեժնևը, ով այն ժամանակ դեռ էր գլխավոր քարտուղարի տեղակալ, բայց արդեն պատրաստվում էր ստանձնել վերջնական իշխանությունը։ Մի քանի հանրապետությունների այունների առաջնորդներ արդեն ներկայացրել էին իրենց զեկույցները։ Ուկրաինացի պաշտոնյան խոսեց ցորենի բերքի մասին, ղազախական պաշտոնյան պատմեց նավթի արդյունահանման մասին, ադրբեջանցին նշեց Բաքվի քիմիական արդյունաբերության աճը։ Բոլորը օգտագործեցին նույն կառուցվածքը՝ վիճակագրություն, տոկոսներ, համեմատություններ նախորդ տարվա հետ։ Հետո եկավ Քոչինյանի հերթը։ Նա բարձրացավ բեմ, կանգնեց միկրոֆոնի առջև եւ նայեց դահլիճին։ Նա տեսավ դահլիճին, նա տեսավ հարյուրավոր աչքեր, որոնք սպասում էին։ Նա շնչեց խորը եւ սկսեց խոսել։ Բայց նա չսկսեց թվերից, նա սկսեց պատմությամբ։ «Ընկերներ», ասաց նա հանգիստ, «ես ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն։ Ինձ 113-րդ թվականին մի փոքր գյուղում, Վահագնի, որտեղ մեր ընտանիքը չուներ էլեկտրականություն, չուներ հեռախոս, չուներ նույնիսկ տարեկան բանվարժուլեքում։ Իմ հայրը գյուղացի էր, ով աշխատում էր արևածագից մինչև արևամուտ, կարտոֆիլ աճեցնելու համար։ Երբ ես փոքր էի, ես նայում էի վեր դեպի երկինք գիշերները եւ տեսնում էի աստղեր, բայց ոչ մի լույս մեր գյուղից։ Եվ ես մտածում էի, արդյոք մի օր մեր գյուղը կունենա լույսեր, ճանապարհներ, դպրոցներ։ Դահլիճը լռեց ամբողջովին։ Բոլորը լսում էին։ Քոչինյանը շարունակեց. Այսօր 45 տարի անց Վահագնին ունի էլեկտրականություն, ունի դպրոց, ունի բուժկենտրոն, եւ սա ոչ միայն Վահագնին է, սա ամբողջ Հայաստանն է։ Մենք կառուցեցինք 110 նոր դպրոց վերջին 5 տարիների ընթացքում։ Մենք բացեցինք 20 հիվանդանոց։ Մենք կառուցեցինք 2 հիդրոէլեկտրակայանան, յան, որոնք սնուցում են մեր ամբողջ հանրապետությունը։ Նա դադարեց եւ նայեց Բրեժնևին, ով նստած էր առաջին շարքում եւ լսում էր ուշադիր։ Բայց, շարունակեց Քոչինյանը, մենք չենք ավարտել։ Մենք ունենք նոր տեսլական։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիական կենտրոն Խորհրդային Միության մեջ։ Մենք ունենք գիտնականներ, ինժեներներ, ուսուցիչներ, ովքեր կարող են կառուցել ապագան։ Բայց մենք պետք ենք ձեր օգնությունը։ Մենք պետք ենք ֆինանսավորում նոր տեխնիկական ինստիտուտների, նոր գործարանների, նոր ենթակառուցվածքների համար։ Նա ավարտեց իր ելույթը եւ բարձրացավ իր տեղը։ Դահլիճը լռում էր մի քանի վայրկյան, հետո սկսեց ծափահարել։ Ձեռքը դողակները մեծացան, եւ Քոչինյանը տեսավ, որ նույնիսկ Բրեժնևը ծափահարում էր։ Դա էր հաջողություն, բայց ավելի կարևորը դա էր նշան։ Մոսկվան նկատեց նրան։ Եվ երբ 23 ամիս անց Բրեժնևը դարձավ գլխավոր քարտուղար, նա հիշեց այդ ելույթը։ Եվ երբ 1966 թվականին Հայաստանին անհրաժեշտ էր նոր առաջին քարտուղար, Բրեժնևը առաջարկեց Քոչինյանին, բայց այդ պահից սկսվեց մի այլ պատմություն։ Պատմություն իշխանության, ճնշման եւ սառույցի խոսքի մասին։ Քանի որ Մոսկվայում ոչինչ չի տրվում անվճար, եւ երբ դու ստանում ես իշխանություն, դու նաեւ ստանում ես պարտավորություններ։ Եվ Քոչինյանը շուտով կսովորեր, թե ինչ են այդ պարտավորությունները։ Հետ Մոսկվայից նիստից հետո Քոչինյանը եւ Միկոյանը մնացին քաղաքում 3 օր։
Նրանք հանդիպեցին այլ հանրապետությունների պաշտոնյաների հետ, փոխանակեցին փորձառություն, քննարկեցին ընդհանուր խնդիրները։ Եվ դա էր այնտեղ, որ Քոչինյանը առաջին անգամ լսեց մի բառ, որը հետագայում կհետապնդեր նրան մնացյալ կյանքը՝ կոռուպցիա։ Դա եղավ ընթրիքի ժամանակ ուզբեկական պատվիրակության հետ։ Նրանք նստած էին մի մասնավոր ռեստորանում Արբատի մոտ, որտեղ բերում էին լավագույն ուզբեկական ճաշեր եւ արաբական թեյ։ Ուզբեկական պաշտոնյաներից մեկը, Ռաշիդ Ռաշիդովը, ով հետագայում կդառնար Ուզբեկստանի առաջին քարտուղար, պատմում էր պատմություններ։ Նա խոսում էր հումորով, բայց նրա խոսքերի ետևում էր ինչ-որ ուրիշ բան, նախազգուշացում։ «Դուք գիտեք, — ասաց Ռաշիդովը, լցնելով ևս մեկ բաժակ թեյ, — թե ինչպես մենք կառավարում ենք մեր գյուղատնտեսությունը Ուզբեկստանում։ Պաշտոնապես մենք զեկուցում ենք, որ մեր բամբակի բերքը ավելանում է ամեն տարի։ Մոսկվան ուրախ է, դրանք տալիս են մեզ ավելի շատ ֆինանսավորում, բայց իրականությունը մի փոքր տարբեր է»։ Նա ծիծաղեց, եւ մյուսները ծիծաղեցին նրա հետ, բայց դա էր անհարմարավետ ծիծաղ։ Քոչինյանը հարցրեց. «Ինչ կա իրականության մեջ»։ Ռաշիդովը նայեց նրան եւ ասաց. «Իրականության մեջ, ընկեր Քոչինյան, մենք գրում ենք թվեր, որոնք Մոսկվան ուզում է լսել, եւ մենք վերցնում ենք մի փոքր խմորում մեր սեփական պահմարաններին համար։ Դա է համակարգը։ Դուք կսովորեք դա շուտով»։ Այդ խոսքերը շոկեցին Քոչինյանին։ Նա չէր սպասում, որ պաշտոնյա, ով ներկայացնում էր Խորհրդային Միության մի ամբողջ հանրապետություն, կարող է այդքան բաց խոսել կոռուպցիայի մասին։ Բայց Միկոյանը, ով նստած էր նրա կողքին, միայն ժպտաց եւ շշնջաց. «Սա է ճանապարհը, Անտոն Երվանդի։ Եթե դուք ուզում եք հաջողել Մոսկվայում, դուք պետք է սովորեք խաղալ նրանց խաղը»։ Քոչինյանը չպատասխանեց։ Նա պարզապես խմեց իր թեյը եւ մտածեց. արդյոք սա ճիշտ էր։ Արդյոք սա էր միակ ճանապարհը։ Թե կար մի այլ ճանապարհ՝ մնալ ազնիվ, պատմել ճշմարտությունը եւ հույս ունենալ, որ համակարգը կփոխվի։ Բայց հետագա տարիները ցույց կտային, որ համակարգը չի փոխվում։ Համակարգը շարունակում է, անկախ նրանից, թե ով նստում է վերևում։ Եվ եթե դու ուզում ես մնալ, դու պետք է հարմարվես։ Հետո տարիներ անց, երբ Քոչինյանը արդեն կորցրել էր իր իշխանությունը եւ նստում էր արխիվում, կարդում իր հին որոշումները, նա հիշեց այդ ընթրիքը Մոսկվայում Ռաշիդովի հետ։ Եվ նա հասկացավ, որ այդ պահին, այդ երեկոյան նա կարող էր ընտրել։ Նա կարող էր վեր կենալ, հեռանալ, վերադառնալ Երևան եւ ասել Մոսկվային, որ Հայաստանը երբեք չի խաղա այդ խաղը։ Բայց նա չարեց այդպես։ Նա մնաց նստած, խմեց իր թեյը եւ ընդունեց իրականությունը։ Եվ այդ ընդունումը, այդ լռությունը դարձավ նրա առաջին քայլը դեպի իր վերջնական անկումը։ Արդյոք սա նշանակում էր, որ Քոչինյանը վատ մարդ էր։ Արդյոք սա նշանակում էր, որ նա ընտրեց կոռուպցիան ազնվության շեղ։ Ոչ, սա նշանակում էր, որ նա էր մարդ, ով ապրում էր բարդ ժամանակներում, որտեղ ճշմարտությունը եւ սխալը երբեմն խառնված էին այնքան, որ դժվար էր տարբերել նրանց։ Եվ նա կատարեց ընտրություններ, որոնք թվում էին ճիշտ այդ պահին, բայց որոնք հետագայում ցույց կտային իրենց իսկական արժեքը։ Երբ նա վերադարձավ Երևան այդ Մոսկվայի ճամփորդությունից, նա էր փոխված մարդ։ Նա տեսել էր, թե ինչպես է համակարգը աշխատում իսկապես։ Նա տեսել էր կոռուպցիան ոչ թե որպես աբստրակտ հայեցակարգ, այլ որպես ամենօրյա փաստ, որը ընդունված էր եւ նույնիսկ ակնկալվում էր։ Եվ նա իմացավ, որ եթե նա ուզում էր մնալ իշխանությունում, եթե նա ուզում էր իրականացնել իր մեծ տեսլականը Հայաստանի համար, նա պետք է աներ կոմպրոմիսներ։ Եվ նա արեց այդ կոմպրոմիսները։ Մի քանիսը փոքր, մի քանիսը մեծ։ Բոլորը արդարացված այն պատճառով, որ նա կառուցում էր ինչ-որ բան կարևոր։ Բայց կոմպրոմիսները ունեին գին, եւ այդ գինը վճարվեց 1974 թվականի նոյեմբերի 27-ին, երբ Մոսկվան կանչեց հաշիվը։ Եվ Քոչինյանը գիտեր, որ նա չէր կարող բողոքել, քանի որ նա խաղացել էր խաղը։ Եվ երբ դու խաղում ես խաղ, դու պետք է լինես պատրաստ կորցնել։ Իսկ այդ օրերին, երբ նա նստում էր արխիվում եւ կարդում իր հին փաստաթղթերը, նա մտածում էր Ռաշիդ Ռաշիդովի մասին։ Ինչ եղավ նրան։ Նա մահացավ 1983 թվականին, ճիշտ երբ խորհրդային իշխանությունները սկսեցին հետաքննել նրան կոռուպցիայի համար։ Պաշտոնապես սրտի կաթված։ Բայց շատ մարդիկ հավատում էին, որ նա ինքնասպանություն էր գործել, քանի որ գիտեր, որ ճշմարտությունը կբացահայտվի, եւ այդ ճշմարտությունը կավերեր նրա ընտանիքը, նրա ժառանգությունը, նրա անունը։ Արդյոք Քոչինյանը նույն ճակատագիրը կարող էր ունենալ, եթե նա չմահանար բնականաբար
1990 թվականին։ Գուցե Մոսկվան նոր ժամանակներում, երբ Գորբաչովի գլասնոստը բացել էր բոլոր 5 գաղտնիքները, կվերադառնար Քոչինյանի գործին, կբացեր հետաքննություն, կհրապարակեր ճշմարտությունը։ Բայց դա երբեք չտեղի ունեցավ, քանի որ Քոչինյանը մահացավ շուտ, եւ նրա գաղտնիքները մահացան նրա հետ միասին։ Կամ առնվազն սրանք են այն գաղտնիքները, որոնք մենք գիտենք, բայց կան այլ գաղտնիքներ, որոնք մենք երբեք չենք իմանա։ Գաղտնիքներ, որոնք թաղված են արխիվներում, որոնք որևէ մեկը երբեք չի կարդա։ Գաղտնիքներ, որոնք պահված են մարդկանց սրտերում, ովքեր երբեք չեն խոսի։ Գաղտնիքներ, որոնք դարձել են ավելի մեծ, քան կյանքը, ավելի կարևոր, քան ճշմարտությունը։ Եվ գուցե սա լավագույնն է, քանի որ որոշ ճշմարտություններ չեն պատկանում հանրությանը։ Որոշ ճշմարտություններ պատկանում են միայն նրանց, ովքեր ապրել են դրանք, եւ երբ այդ մարդիկ մահանում են, դա ճշմարտություններ մահանում են նրանց հետ։ Եվ գուցե սա արդար է։ Քոչինյանի պատմությունը դա է, պատմություն մի մարդու մասին, ով փորձեց անել լավագույնը, որ կարող էր խորոչելու համակարգում, ով կատարեց կոմպրոմիսներ, որոնք նա հավատում էր, որ անհրաժեշտ են, ով կառուցեց ինչ-որ բան իսկական եւ մնայուն, եւ ով վերջում կորցրեց ամեն ինչ, ոչ թե որովհետեւ նա վատ մարդ էր, այլ որովհետեւ նա էր մարդ, պարզապես մարդ, ով փորձեց նավարկել անհնար ջրերում եւ չհաջողվեց մնալ լողացող։ Սա է պատմությունը, որը մենք պետք է հիշենք, ոչ թե ուղակի փաստերը, թվերը, իրադարձությունները, այլ մարդու պատմությունը։ Քանի որ վերջում պատմությունը դա է ինչ, մարդկային պատմություններ։ Եվ Քոչինյանի պատմությունը մի պատմություն է, որը արժե պատմել, ոչ թե որովհետև այն ուրախացնող է կամ ոգևորիչ կամ հերոսական, այլ որովհետև այն ճիշտ է։ Եվ ճշմարտությունը, որքան էլ դժվար լինի, միշտ արժե պատմելու։ 1972 թվականի ամառը Քոչինյանն ստացավ հրավեր Կիևից։ Ուկրաինան կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Պետրո Շելեստը կազմակերպում էր համաժողով Խորհրդային Հանրապետությունների տնտեսական համագործակցության մասին։ Սա էր հնարավորություն հանդիպել այլ առաջնորդների հետ, փոխանակել փորձառություն, քննարկել ընդհանուր մարտահրավերները։ Քոչինյանը ընդունեց հրավերը եւ մեկնեց Կիև Մանուկյանի հետ միասին։ Կիևը այդ օրերին էր շքեղ քաղաք։ Դնեպրի գետը հոսում էր լայն եւ մեծ դեպի հարավ, իսկ քաղաքը տարածվում էր երկու ափերի վրա, հին եկեղեցիներով, լայն պողոտաներով, կանաչ պարկերով։ Համաժողովը անցկացվում էր Վերխովնայա Ռադայի շենքում, Ուկրաինայի խորհրդարանում, մի հսկայական շինություն, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում։ Առաջին օրը միայն ընդունելություն էր։ Բոլոր պատվիրակները հավաքվեցին մի մեծ դահլիճում, որտեղ սպասարկում էին ուկրաինական ավանդական ճաշեր՝ բորշ, սալո, վարենիկի եւ իհարկե անսահման հորիլկա։ Քոչինյանը հանդիպեց մարդկանց, ում նա արդեն ճանաչում էր՝ վրացական պաշտոնյաների, ադրբեջանցիների, ղազախների։ Բոլորը խոսում էին մի միևնույն բանի մասին, թե ինչպես կառավարել հանրապետություն Մոսկվայի ստվերում, թե ինչպես հավասարակշռել տեղական շահերը կենտրոնական պահանջների հետ։ Երկրորդ օրը սկսվեցին աշխատանքային նիստերը, յուրաքանչյուր հանրապետություն ներկայացրեց իր տնտեսական մոդելը։ Ղազախները խոսեցին նավթի եւ գազի արդյունահանման մասին։ Վրացիները ներկայացրեցին իրենց գյուղատնտեսական հաջողությունները։ Լիտվացիները պատմեցին առաջադեմ արդյունաբերության մասին։ Եվ երբ եկավ Հայաստանի հերթը, Քոչինյանը բարձրացավ բեմ եւ խոսեց։ Նա չխոսեց միայն թվերի մասին, նա խոսեց տեսլականի մասին։ Հայաստանը փոքր հանրապետություն է, ասաց նա, բայց մենք ունենք ինչ-որ բան, որը չի կարող չափվել քառակուսի կիլոմետրերով կամ բնակչության թվով։ Մենք ունենք կրթված բնակչություն, մենք ունենք հզոր գիտական համայնք, մենք ունենք տեխնիկական հմտություններ, եւ մենք ստեղծում ենք նոր տնտեսական մոդել, հիմնված ոչ թե հումքի արդյունահանման, այլ գիտելիքի եւ նորարարության վրա։ Նրա ելույթը տպավորություն թողեց։ Շելեստը, ով նստում էր առաջին շարքում, գլուխ էր տատանում համաձայնությամբ։ Հետո ընդմիջման ժամանակ նա մոտեցավ Քոչինյանին եւ ասաց. «Հետաքրքիր մոտեցում, Անտոն Երվանդի, բայց մի բան ասեմ քեզ, Մոսկվան սիրում է մետաղ եւ ցորեն, ոչ թե գիտություն եւ նորարարություն։ Նրանք ավելի հեշտ է չափել տոննաներով, քան գաղափարներով»։ Քոչինյանը ժպտաց. «Գուցե, բայց ժամանակները փոխվում են, Պետրո Յուրևիչ, եւ նրանք, ովքեր չեն հարմարվում, կմնան ետևում»։ Շելեստը նայեց նրան երկար, հետո ծեծեց նրա ուսը։ «Դու համարձակ մարդ ես, Քոչինյան, հույս ունեմ, որ այդ համարձակությունը չի ոչնչացնի քեզ»։
Այդ խոսքերը մնացին Քոչինյանի հիշողության մեջ տարիներ։ Երրորդ օրը աղետ տեղի ունեցավ, ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական։ Մոսկվայից հեռախոսազանգ եկավ, անհրաժեշտ էր, որ բոլոր պատվիրակները վերադառնան իրենց հանրապետություններ անմիջապես։ Պատճառը չբացատրվեց, բայց շուտով պարզվեց։ Բրեժնևը որոշել էր անցկացնել անակնկալ ստուգում բոլոր հանրապետություններում տնտեսական ծրագրերի կատարման մասին։ Եվ նա ուզում էր, որ բոլոր առաջին քարտուղարները լինեին տեղում, երբ ստուգողները կգան։ Քոչինյանը վերադարձավ Երևան նույն օրը։ Նա գիտե, որ ինչ-որ բան սխալ է։ Բրեժնևը երբեք չէր անում անակնկալ ստուգումներ առանց պատճառի, եւ երբ նա ժամանեց Երևան եւ տեսավ Խաչատրյանի անհանգիստ դեմքը օդանավակայանում, նա հասկացավ, որ նրա կասկածները ճիշտ էին։ «Մենք ունենք խնդիր», ասաց Խաչատրյանը, երբ նրանք նստեցին մեքենայում։ «Մոսկվան գիտե ինչ-որ բան։ Նրանք ուղարկել են մի խումբ, որը փնտրում է կոռուպցիա, եւ նրանք գիտեն, թե որտեղ նայել»։ Քոչինյանի սիրտը սկսեց հարվածել ավելի արագ։ Ինչքան նրանք գիտեն։ Խաչատրյանը շունչ քաշեց խորը։ «Չգիտեմ, բայց բավական, լուրջ լինելու համար»։ Հաջորդ 3 շաբաթներ էին ամենադժվարը Քոչինյանի կարիերայում։ Մոսկովյան ստուգողները ժամանեցին եւ սկսեցին փորել բոլոր տնտեսական փաստաթղթերը։ Նրանք հարցաքննեցին տասնյակ պաշտոնյաների, ուսումնասիրեցին հարյուրավոր պայմանագրեր, փնտրեցին անհամապատասխանություններ թվերի մեջ։ Քոչինյանը համագործակցեց լիովին, տվեց նրանց ամեն ինչ, ինչ նրանք խնդրեցին, բայց ներսում նա վախենում էր։ Վախը չէր անձնական։ Քոչինյանը գիտեր, որ նա չէր գողացել, նա չէր վերցրել կաշառք։ Նա չէր աղտոտել իր ձեռքերը, բայց նա նաև գիտեր, որ նրա շրջապատում էին մարդիկ, ովքեր արել էին այդ բաները, եւ նա թույլ էր տվել դրանք տեղի ունենալ, ոչ թե ակտիվորեն աջակցելով, այլ պասիվորեն անտեսելով։ Եվ իշխանության ձևաչափությունում անտեսումը եւ աջակցությունը միևնույն բանն են։ Երբ ստուգողները վերջապես հեռացան, նրանք տեղափոխեցին իրենց եզրակացությունները Մոսկվա։ Պաշտոնական զեկույցը ասում էր, որ հայտնաբերվել են որոշ թերություններ տնտեսական կառավարման մեջ։ Բայց ոչ պաշտոնական զեկույցը, այն մեկը, որը չի հրապարակվել երբեք, ասում էր ավելին։ Այն ասում էր, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, որը սկսվում է ամենավերևից եւ տարածվում է ներքև։ Եվ որ եթե Մոսկվան ուզում է մաքրել հանրապետությունը, նա պետք է սկսի գլխից։ Բայց այդ ժամանակ Մոսկվան չէր պատրաստ գործել։ Բրեժնևը դեռ վստահում էր Քոչինյանին, կամ առնվազն նրան անհրաժեշտ համարում։ Հայաստանը աշխատում էր լավ, տնտեսությունը աճում էր, ժողովուրդը հանգիստ էր, նոր նախագծերը իրականացվում էին ժամանակին։ Ինչու փոխել ինչ-որ բան, որը չի կոտրված։ Այնպես որ զեկույցը դրվեց արխիվ եւ մոռացվեց։ Առնվազն մինչև 1974 թվականը, երբ Անդրոպովի KGB-ն վերցրեց գործը եւ որոշեց, որ ժամանակը եկել է գործել։ Քոչինյանը երբեք չիմացավ այդ գաղտնի զեկույցի ամբողջական պարունակությունը, բայց նա գիտեր, որ այն գոյություն ուներ, եւ նա գիտեր, որ մի օր այն կարող է վերադառնալ հետապնդելու նրան։ Այդ գիտելիքը նրան տրվեց անverջ անհանգստություն։ Նա սկսեց տեսնել սպառնալիքներ ամենուր։ Երբ հեռախոսը զանգում էր գիշերվա կեսին, նա վախենում էր պատասխանել։ Երբ անծանոթ մարդիկ հանդիպում էին փողոցում, նա զգույշ էր լինում։ Երբ Մոսկվան կանչում էր նրան հանդիպման, նա մտածում էր, թե արդյոք սա վերջն է։ Բայց տարիները անցան, եւ ոչինչ չտեղի ունեցավ։ Քոչինյանը շարունակեց իր աշխատանքը։ Նա շարունակեց կառուցել Հայաստանը։ Նա շարունակեց պայքարել Ղարաբաղի համար, թեև ապարդյուն։ Նա շարունակեց հավատալ, որ նա անում է ճիշտ բանը։ Եվ գուցե նա էր։ Գուցե պատմությունը միայնակ կդատի նրան եւ կտեսնի, որ նա փորձեց լավագույնը, որ կարող էր անել իր ժամանակին։ Կամ գուցե պատմությունը կդատի նրան սաստիկ եւ կասի, որ նա պարտավոր էր ավելի կատարել, ավելի կանգնել, ավելի պայքարել։ Մենք երբեք չենք իմանա, որովհետև պատմությունը դեռ չի ավարտվել։ Քոչինյանի պատմությունը դեռ խոսվում է Հայաստանում, թեև դանդաղորեն։ Ծերերը հիշում են նրան որպես մարդ, ով կառուցեց ժամանակակից Երևանը։ Երիտասարդները գիտեն նրա անունը միայն փողոցի նշանից, Քոչինյանի փողոց, որը անցնում է նրա նախկին տան մոտով։ Պատմաբանները ուսումնասիրում են նրա ժառանգությունը, փորձելով հասկանալ, թե ով նա իսկապես էր։ Եվ բոլորս, ովքեր պատմում ենք այս պատմությունը, մենք պետք է հարցնենք մեզ. ինչ դաս ենք սովորում Քոչինյանի կյանքից։ Արդյոք դասը դա է, որ իշխանությունը կոռումպացնում է, եւ որ ոչ ոք չի կարող մնալ մաքուր համակարգում, որը աղտոտված է ամբողջությամբ։ Թե դասը դա է, որ նույնիսկ լավ մտադրություններով մարդիկ կարող են կատարել սխալներ,
եւ որ պատմությունը պետք է դատի մարդկանց ոչ միայն նրանց արարքներով, այլ նաեւ նրանց մտադրություններով եւ հանգամանքներով, որտեղ նրանք գտնվում էին։ Գուցե դասը այն է, որ կյանքը բարդ է եւ որ մարդիկ բարդ են, եւ որ պատմությունը չի կարող բարձրացվել սև եւ սպիտակ կատեգորիաների։ Գուցե Քոչինյանը չէր ոչ հերոս, ոչ չարագործ, այլ ինչ-որ բան մեջտեղում, մարդ, որը փորձեց նավարկել անկատար աշխարհում եւ կատարեց երկուսն էլ՝ լավ եւ վատ որոշումներ։ Եվ գուցե սա ամենալավագույն ճշմարտությունն է, որը մենք կարող ենք ասել նրա մասին։ Եվ երբ մենք կանգնում ենք Քոչինյանի գերեզմանի առջև Թոխմախի գերեզմանատանում, երբ մենք կարդում ենք նրա անունը քարի վրա, մենք պետք է մտածենք ոչ միայն նրա ձախողումների մասին, այլ նաև նրա ձեռքբերումների մասին։ Ոչ միայն այն մասին, ինչ նա կորցրեց, այլ նաև այն մասին, ինչ նա ստեղծեց, քանի որ դա է, ինչ մնում է մարդուց հետո նրա մահից, ոչ թե նրա սխալները, այլ նրա ժառանգությունը։ Եվ Քոչինյանի ժառանգությունը կապված է քարերի եւ բետոնի հետ, կապված է ճանապարհների եւ կամուրջների, հիվանդանոցների եւ դպրոցների հետ, եւ այդ ժառանգությունը մնում է մինչեւ այսօր։ Եվ դա գուցե ամենակարևոր բանն է։